Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ, այսօր օգոստոսի 12-ն է եւ մենք ձեզ այդ այսօրվա ընթացքում արդեն հանդիպում ենք երկրորդ անգամ։ Առաջի հանդիպումը այսօր առավոտյան էր ժամը 10-ին եւ մենք ձեզ հետ միասին այցելեցինք Արմետ դժոխքի կենտրոն։ Դրա հետ կապված այսօր առավոտվա եթերի հետ կապված մենք սպասում ենք ՄԻՊ-ի արձագանքին, ինչպիսին կլինի իրենց արձագանքը, որ աշխատանքի նախարարություն, սոցիալ նախարարություն, առողջապահության նախարարություն, որ մի նախարարությունն է թույլ տալիս, այսինքն տրամադրում նման լիցենզիա գործունեություն ծավալելու Երևակայի կհասցրագրեն տվյալ նախարարությանը, իսկ մենք ձեզ հետ միասին կհետևենք ընթացքին եւ սկսենք մեր այսօրվա թողարկումը։ Մեր մշտական անդամները այստեղ են, պարոն Աբազյան, Անդոյ, Բոզի տղա Սասուն, Մալչիկ պայմենի Սասուն, Վայե Ղազարյան Լուրին ոստիկանապետով, Ագարկա գլխավոր դատախազ, Կիրեմը Բախո, Արգիշ Քյարամյան եւ Ռոզիկ Քրիստիկը այսօր նորից չկա։ Ռոզիկ դուրը բաց։ Ներս ենք հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Սոնա Մնացականյանի ծնողներին։ Հիշեցնեմ, Սոնա Մնացականյանը դա այն հաղի աղջիկն էր, ով ընկավ Նիկոլ Փաշինյանի էսկորդի տակ։ Անցեք նստեք, եթե դուք կոչում եք ծնող, դուք կոչվում եք Բոզի տղա։ Կարեն Գիլոյան, Սպորտի մշակույթի խորհրդի замմինիստրը։ Սաուբա։ Պեկ Ռուստամ Բադասյան, Գրզոյի աղբեր Արտաշ, ուր է ես մեկը։ Կարպ Ժամկոչյան, Կարինե Մուրադյան, Կարինե Մուրադյանը Կարպ Ժամկոչյանի մաման է, ով աշխատում է Պեկում, մեր ու տղա անցեք նստեք։ Ինչպես նաև business woman Ագարկա Մուրադյան Սիրուն։ Դալշ, անցենք առաջ։ Հերթով։ Սիսի Բոզի տղա Վազգենի քվոր հետ միասին Սահակ Հարությունյան Արաբկիրի թաղապետարանում խռգլող բաժնի պետ Մեբոզի տղա Արմեն Համիկ եղբայրներ նույն ինքը Անդրեասյան Ղախպի տղեկը Օրիգինալ ՍՊԸ այսօր դու կծծեք օրիգինալ խեր Երևան ավտոպարկ Սոցիալ նախարար Անցի Նարեկ Գանդոն Ռուբեն Մելիքյան փաստաբան, ինչպես նաև Բագրատ Սրբազան Բոզի տղա։ Ռուբեն Մելիքյանի բդերի արանքը մտնում է Բագրատ Սրբազանի գլուխը։ Ար գլուխը բդերիդ արանքը։ Ռուբեն Մելիքյան։ Համոզված եմ կյանքում գյոտի չես գրացել։ Մի քիչ ուրախացի։ Բողոք, սաղ բողոք, զանգերով։ Սուրեն Պապիկյան, Բոզի տղա։ Իրավապահամակարգը ստեղա Արայիկ Հարությունյանի ազգուտակ բարեկամություն եւ այն մարդիկ, ովքեր որ գտնում են, որ պետք է ազատ արձակվեն Բաքվի բերտերում բդող Ղարաբաղի ղեկավար կազմը։ Գնել Սանոսյան Բոզի տղեն տարածքային կառավարման եւ դատավոր Մանվետ Շավերդյան։ Вся семья в сборе։ Անցեք նստեք։ Անցեք նստեք։
սկսենք բողոքներից։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Նարեկ Մակրչյան, սոցապ նախարար, ոտքի խրգլող։ Ուրա։ Call ended. Ալո, 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 բարև ձեզ։ բարև ձեզ։ Դուք ուղիղ եթերում եք, ձեզ զանգարել է Վարդան Ղուկասյանը, հանրային դատ հաղորդաշար։ Մենք լսում ենք ձեզ, տիկին, ներկայացեք, ձեր խնդիրը բարձրացնեք, սոցապ նախարարը ձեզ լսում է։ Բարև ձեզ, ես Քրիստինա Ապրեսյանն եմ, Ռաֆիկ Մամաջանյանի կինը։ Ռաֆիկ Մամաջանյան։ Ռաֆիկ Մամաջանյան, Ահա, ասեք։ 44 օրյա պատերազմի մասնակից, աջ ձեռքը կորցրել է, ողնաշարի հենց ներվի վրա ունի մեծ բեկոր եւ բազմաթիվ այլ առողջական խնդիրներ։ Այսինքն աջ ձեռքի ամպուտացիա ունենք։ Այո, արմունկից վերև։ Օ, ահա, լավ ասեք, հետո։ Ուրեմն ինքը իր այդ ցավերի պատճառով 4-5 անգամ վիրահատվել է արդեն, բայց չի օգնում։ Ոնց որ ոսկորից ոսկոր է աճում։ Ահա։ Հիմա իր երկրորդ կարգը կտրել են, ցել է երրորդ կարգ։ Հետո լավ։ Ու այդ երրորդ կարգով է հիմա ինքը այս արդեն համարյա 5 ամիս է, մտնում ենք արդեն 6-րդ ամիս, իրան թոշակ չեն տալիս։ Բան չեն ասում։ Պատճառաբանելով, որ տեխնիկական խնդիրներ է։ Ինչ տեխնիկական խնդիր։ Նախ մարդը զրկվել է ձեռից զրկված մարդը ոնց է երկրորդ կարգից տարը երրորդ կարգ։ Դուք այդ հարցը չեք տվել, այդ բոզի տղեկին։ Մենք ամեն տեղ զանգել ենք, դիմել ենք, իրանք նույնիսկ կմկմալով են խոսում, մեր հարցերին նորմալ։ Դուք որտեղի բնակիչ եք։ Որտեղի բնակիչ եք։ Լոռումաց քաղաք Ստեփանավան։ Լոռումաց։ Այսինքն ձեր հաշվանդամությունը երկրորդ կարգը շինել է երրորդ Ստեփանավանի վտեկը։ Այո, ոստեղից կոմիսիան եկել է։ Ով է Ստեփանավանի վտեկի պետը։ Ճիշտ ասած չգիտեմ էլ։ Վերջը լավ։ Գնացել։ Ահա։ Ստեղծել են երրորդ կարգ, կոմիսիան Երևանից է եկել, ստեղծել են երրորդ կարգ, ես նույն օրը բողոքարկել եմ, Ահա։ իրանք մի քանի օր հետո կանչել են Երևան, Ահա։ ու Երևանն էլ նույն կարգն են թողել երրորդ կարգ։ Ու այս քանի ամիս է, ամեն ամիս պատճառաբանում են, որ տեխնիկական խնդիրներ է, ձեր թոշակը դիմումը ընթացքի մեջ է, ու մեր թոշակը չեն տալիս։ Քանի ամիս է, որ հաշվանդամը չի ստացել իր հաշվանդամության թոշակը, ունենալով կարգ։ Վերջին ստացել է մարտ ամսի։ Այսինքն ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս 5 ամիս է, բանը հաշվանդամը 5 ամիսը հաշվանդամը չի ստանում իան հասանելիք հաշվանդամության թոշակը։ Բայց սոցապի աշխատողը այդ տեխնիկական խնդիրն ինչու՞մ է կայանում։ Փող պիտի տպվի, չի տպվում, փողը պիտի ոտով գա, չի գալի։ Ինչու՞մ է խնդրեմը։ Ես չգիտեմ, ուղղակի ես հիմա ոչ թե այսինքն հարցը ինչ որ միտեղ հիմի գումարը չի, Ինչի գումարը չի։ Երկրորդական։ Ոչ։ Չէ, հիմա ես ասեմ ձեզ։ Ասեք։ Հիմա հարցը այն է, որ մարդը այս վիճակին իրան արհամարում են։ Իսկ շատ ներողություն, դուք փորձել եք Երևանյան 20 շենքի ոճով գնալ մտնել թոշակի տեղ եւ ցռել փռել, թե գնացել եք շատ կուլտուրական, այո, բարև ձեզ, այնուամենայնիվ կներեք քիչ եք տալի։ Ասեք։ Դուք պատկերացրեք, հիմի շատ կներեք, հիմի ես այդ ճանապարհածախսներ չունեմ, որ ես ստեից հասնեմ գնամ Երևան։ Չէ, Երևան չէ, բան, ձեր Ստեփանավանը։ Ստեփանավանը
Իրանք ասում են մենք դիմումը ներկայացրել ենք, մենք դիմումը ուղարկել ենք։ Ահա։ Ուրեմն սեպտեմբերի 1-ից ամենայն հավանականությամբ 1-ից կամ 2-ից նախ հիմա ձեզ իրանք լսեցին, բայց սեպտեմբերի 1-ից եւ 2-ից եթե կսկսի հերարցակվել առավոտյան ժամը 10-ի կողմերը, շաբաթական 1-2 անգամ նայած իրավիճակից քաղաքացու հաղորդումը, որտեղ որ այսենց բողոքները իրենց լուծումը կստանան հենց ուղիղ եթերի ժամանակ։ Հիմա եթե պետք է խտրած լինեն, որպեսզի դուք վաղը գնաք մտնեք Ստեփանավանի ձեր թոշակի պետի մոտ, նորից հարցը բարձրաձայնեք, վերցրեք այդ թոշակի պետի, այսինքն սոցիալի պետի ձեր լեզվով եմ խոսում, անուն ազգանունը, ով է տեղի ղեկավարը, ձերքի հեռախոսա համարը, եւ տվյալ ղեկավարը ձեր Ստեփանավանի պիտի ձեզ ասի կոնկրետ Երևանում, որ մի վիժվածքն է զբաղվում այդ հարցով եւ պարտադիր այդ պետից ստացեք Երևանի տվյալ չինովնիկի անուն ազգանուն եւ հեռախոսա համարը որպեսզի եթե մինչեւ չորեքշաբթի ձեր խնդիրը չլուծվեց մենք եթերի ժամանակ զանգահարենք ուղիղ ձեր Ստեփանավանի թոշակի տեղի ղեկավարի ձեռի վրա եւ Երևանի այն բոզի տղու ձեռի վրա ով զբաղվում է ձեր ամուսնու թոշակով պայմանավորվեցինք տիկին Եղավ շատ շնորհակալություն հաջողություն ես կուլտուրական եմ ասեք վաղը գնացեք հա ասեք ի՞նչ եք ինքը պրոթեզ ունի Ես պրոթեզը չի տակրում, իս ձեր թոշակն է տակրում։ Չէ, ուղղակի ինքը այդ եմ ասում, հիմա իր թոշակը չի կարող ստանալ, որ գնա ինքը կարողանա իր այդ ճանապարհածախսը բիրատությունն վճարը, իր ճանապարհածախսը ունենա, որ գնա բիրատություն։ Հիմա ստեղ խնդիրը Հիմա իա խնդիրը, մեր խնդիրը ձեր թոշակ տալն է։ Հիմա այդ մարդը այդ թոշակով կետա պրոթեզ կդնի, թե կգնա налево направо, այդ արդեն ինքը գիտի։ Ինձ փոխանցեք ձեր Ստեփանավանի թոշակի ղեկավարի անուն ազգանունը եւ Երևանի ղեկավարի անուն ազգանունը հեռախոսա համարներով վաղը այսքան հաջողություն Եղավ շնորհակալություն Call him. Ամբողջ հանրապետությունը բարդակի մեջ է բարդակա թոշակ պիտի տան չեն տալի մարդ պիտի խնամեն չեն խնամը Բանակ ոչ մի բան իա տեղում չի Նիկոլ Բոզի տղեր գնաց է մտել իատան այգին ասում ծառերը կտրեք սիրելի գյուղացիներ ինչ ունեք չունեք թազա ծառ տնկեք որ սալոր աճի ու հիմա այս Նիկոլի զոմբի Բոզի տղա Համակիր գյուղացիները հեսա կապարան իրաց հողամասի սաղ ծառները 10 տարվա 20 տարվա 100 տարվա կտնեն կտրեն մերը կկունե հետո կա թազա ծառ կբերեն կտնկեն մի 3 տարի 2 տարի պիտի սպասեն մինչև պտուկ տա հետո կլեն ասեն վայ մկա մենք սոված ենք մեզ վինա պիտի պախա խերի գլոխը ձեզ պիտի պախա վինա պիտի պախա Ագարկա կնիգների դրած լոբի ապանանը մնել մեկ տոլմա, մեկ լոբի, ոչ մարդը թոշակ պիտի ստանա չի ստանում, ինչն է պատճառը, նարեկ մկրչան սոցապ նախարար, բոզի տղա, խնդիրն ինչու՞մ է կայանը։ Մարդը ձեր չունեցող մարդը, ոնց է դառնում երրորդ կարգի հաշվանդամ, ալո։ Ասենք առաջ, մյուսը, որ ասում следующий Ոչ չասեն իմ մի հատ դեպք կտավ, խոսած։ Սմա, ծառերը կտրեք, մեզ ծառ պետք չի, տնա մեր ինչ ծառ չկա վերացրեք, որ դու ասի ստեղ հետ գյուղացն է թողի սիկտիրն է թա, ոչ մասի ստեղ մարդ չի ապրում, ես է տվեք թուրքերին։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ինձ եք լսում։ Մի քիչ ենքոմ գնացեք էլ այդ էկրանի մոտից։ Ահա։ Պարոն Ղուկասյան։ Դե լավ էլ նոր ասել է որ մենք ձեր հետ ուղիղ եթերում ենք Տիկին ջան, ներկայացեք ձեր խնդիրը բարձրաձայնեք։ Նարեկ Մկրչյանը լսում ա ձեզ։ Ահա, ուրեմն պարոն Ղուկասյան, Էրեբունի վարչական շրջանի քաղաքապետարանը եւ Սոցիալբաժինը Փարոսի Բոյով Անահիտ են կոչվում
Բոյով Անահիտ։ Այլանդակու այո, Բոյով Անահիտն իրան ասում մի ագրեսիվ մի բոլորին կոպտում վիրավորում է իմ խնդիրը սա է պարոն Ղուկասյան ջան ուրեմն ես ստանում եմ արտադրության նպաստ Փարոց ուրեմն ունեմ 3 աղջիկ մի աղջիկս ամուսնացել է ունեմ թորնուի թորնիկիս ինչա գրանցել եմ տան վրա 5 ամսական երեխա է դրա համար նպաստուց կտրել է ունեմ ինչ է գրանցել երեխային Բալ գրանցենք չգիտեմ երեխան էլ արցախցու երեխա է իմ թորնիկս է պարոն Ղուկասյան ջան ես ինչ անեի ու դրան գումարած ունեմ 2 բալիկ նորից մեկը 17 տարեկան է մեկը 11 ասում է դա բալերը ընկնում է դա հնարավոր չի Այսինքն մի րոպե Տիկին ջան մի րոպե եթե ընտանիքը շատ երեխա ես բանը մեխանիզմ եմ ուզում հասկանամ եթե այդ տան վրա գրանցվում է 5 ամսական երեխա դրանից ձեր Փարոսը ինչի պիտի կտրեն ինչն է պատճառը ինչ բալ բալերը ընկնում է պարոն Ղուկասյան ասում է ինչ որ այդ անապահովության բալեր գոյություն ունի Բալերը ընկնում է ու ես չեմ կարողանում ընդամենը 30-31 հազար գումար են տալի դա կտրում են ասում չես կարող ասում ասես բիտ է քաշած ոնց խոսացինք ինչ արեցինք չի լինում դուք փորձեցիք Բոյով Անահիտի բերանը ցռել Երևանյան 20 շենքի ոճով թե կուլտուրական եղակ Ես մարդավարի փորձեցի, բա ինքը չենք շատ կոպիտ Բա դուք ինչի կոպիտ չեք, Տիկին ջան, խե կուլտուրական Դե ինչ անեմ, պարոն Ղուկասյանը, նրա այդ խոսքը չի լինում հարգելիս բոլոր Սարիթաղի բնակիչները, բոլորին, ովքեր որ ունեն դրա կարիքը դրանց կտրում է, ով որ չունի դրա կարիքը դրանց տալիս է Ով է այս ագարքի ղեկավարը, այս ագարքի ղեկավարն ով է այս Բոյով Անահիտի Այլանդակ Ով է, էքա որցա Փարոսի պետի անունը կներեք ճիշտ ասած լավ չեմ հիշում բայց Փարոսի շենքում 2-ով 1 են 2-ով 1 բոլորին կոպտում են չես կարող հետո բար փոխանակել չես կարող Դրա ձերը հեռախոսը համարը ունեք Այո Ոնց է դրա համարը Ես կարող եմ հետո ձեզ փոխանցել Չէ հիմա ասեք մենք հենց հիմա ձեր այդ խոսակցությունը ավարտելուց հետո կզանգենք Լավ Ղուկասյան Հիմա ասեք համարը ասեք հիմա թելադրեք մի րոպե շակ ասում Անահիտի համարն եմ ուզում մի րոպե Հիմա ձեզ բանը կտրել են, չէ, բան Փարոսը Ուրեմն լսում եք Ասեք, հա 077 Ահա Ասեք 533 Այո Հետո 413 մի րոպե մնացեք գծի մեջ 413 Հասկացա մի րոպե սպասեք հələ Ահա Կրկնեք Չէ մի րոպե սպասեք ոչ մի բան մի կրկնեք սուս մնացեք Լավ Grand Rob. Colgram, Hill Cup Anderson. Ինձ գիտեք
Ինչա պետք, ինձ պետք է գալու ձեր Փարոսի ղեկավարի անուն ազգանունը եւ հեռախոսահամարը, մենք հիմա զանգում ենք ուղիղ եթերով ձեր բոյով Անահիտին, ձեր Անահիտը չի վեկալում, ամենանավանական մի րոպե։ Ալո։ Այո։ Բարև ձեզ, Տիկին Անահիտ։ Մի րոպե Տիկին։ Ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը, հանրային դատ հաղորդաշար։ Ասացեք խնդրեմ։ Ահազանգումա ձեր քաղաքացին, դուք քաղաքացու Փարոսը կտրել եք, որովհետև այդ տան մեջ գրանցվել է եւս մեկ երեխա։ Իսկ կարող եք ուղիղ եթերով բացատրել, ինչու՞ է խնդիրը, ասեք մարդու տան մեջ որ երեխա է ծնվում, պիտի Փարոսից կտրվի։ Տիկին Անահիտ։ Տիկին Անահիտը հեռախոսը դրեց։ Ուրեմն վաղը դուք գնում եք Փարոս, ընդերից զանգում եք ինձ եւ հեռախոսը փոխանցում եք ինձ։ Ես ուզում եմ Տիկին Անահիտի բերանը ցռեմ, հենց Всё, բաժանորդը դարավետանացանելի։ Այդ Փարոսի բոլոր ղեկավար կազմով, անուն ազգանունով, պետով, ղեկավարով, լրիվի տվյալները փոխանցում եք ինձ Տիկին։ Պարզա։ Всё։ Վաղը, այո, վաղը գնում եք ընդերից։ Ես ձեզ ուրեմն ուշոտ կզանգեմ կթողնեմ հեռախոսահամար, դուք որ կարողանաք հետադարձ կապ հաստատեք ինձ հետ, մտնում եք Փարոս, ընդերից զանգում եք պետի մոտից զանգում եք ինձ։ Շատ լավ։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Շատ շնորհակալ եմ ձեզանից։ Ուրեմն Էրեբունու թաղապետ, Էրեբունու Փարոս, Էրեբունու սոցապ։ Եթե ընկեր Անահիտը վաղը մնացել է իր աշխատանքի տեղում, ուրեմն ատերի Փարոսի ղեկավարը դառնումա իր սաղ ընտանիքով, դառնումա իմ համար սեռական պոլիգոն։ Տնով, տեղով, ընտանիքով, կնիկ երեխով սիստեմատիկաբար ծծցնելու եմ, եթե այս Անահիտ պոռնիկը շարունակեց այդտեղ աշխատել։ Նարեկ Մկրտչյան, քեզ էլ եմ զգուշացնում, տես, հələ քոտուն չեմ մտնում։ Սրա ազատման հրամանը չէ լավ, դու իմ ձեռից չես պրծնում։ Ագարկեքին բերելս է հավաքել են, ամեն մեկը իան իատը, ոչ եմ տեղում դրելա թագավորի տեղ։ Սավա։ Կանադարնանք, թամպերի, սեմիրոպի դեղինով գծեմ։ Ամեն մեկը իան, մի հատ թեթև բան ես տալում ձերը գրիչու պեչատ, նամանավանդ պեչատ։ Իանց թվում է իանք արդեն վերջ։ Ամեն մեկը մի պրեզիդենտ դա։ Ինչ եւ ուզենան խոսան, ոնց ուզենան վերաբերվեն, ում ուզենան կտրեն, ում ուզենան չկտրեն, հետո։ Ես գուշացեցի։ Սա ով էր։ Ես հուսամ Նարեկ Մկրտչյանը իր ընտանիքը ավելի բարձրակնահատեմ, քան թե մի հատ պոռնիկ Անահիտ։ Ես Անահիտի մորը քունելու եմ։ Հազար անգամ ներողություն, բայց ուրիշ ձև չկա։ Ալո։ Ալո։ Բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ո՞վ է։ Լենին պապինն է, Վարդան Ղուկասյանն է։ Դուք ուղիղ եթերում եք, դուք համար եք թողել, որ ձեզ զանգեինք։ Այո։ Լսում ենք ձեզ տիկին մենակ արագ։ Մի վարքյան ես կանչեմ հարևանին, մի վարքյան կանչեմ։
Ալո Բարև ձեզ հարգելի հարևան դուք գիտեք որ մենք ձեզ զանգահարելու ենք ինչի հեռախոսի մոտ չեք Տիկին Անահիտ ձեր անունն է չէ Անահիտ Այո որովհետև նամակ եկավ բանով որ այսօր հարմար չի ասեք Դուք ուղիղ եթերում եք լսում ենք ձեզ Մենք տան խնդիր ունենք մեզ այս 22 տարի ապրում ենք Այս հասցեում մեզ այստեղից վտարման բան են ուղարկել Որ հասցեում եք ապրում ով ձեզ բան վտարում մի քիչ ավելի կոնկրետացրեք հա Նազարբեկյան թաղամասում ենք ապրում Նազարբեկյան հիմա արդեն տնակների մեջ ենք ապրում վագոնի տնակների մեջ Դուք որտեղի բնակիչ եք Մենք շինարարներ մեր տունը քանդել են Արծրունը առաջվա թաղապետը մեզտեղ հող տվեց ասեց գնացեք Որոշում տվեց Դուք Երևանի բնակիչ եք Այո Երևանի Թիմա որ եկել են ձեր այդ դոմիկը քանդում են այդ քանդողնով այդ հողը ումն է Այդ հողը ոմն Հովանիսյան Էդիկին է Հովանիսյան Էդիկնով է Չգիտեմ ստեղ էլիտար շենք է սարքում հիմա Մի րոպե Այսինքն ձեզ տվել են հող այդ հողը որ ձեզ տվել են թուղթ ու թանակով են տվել թե ասել են գնա չոլի մեջ ապրի Այո որոշումով տվել են մենք որոշում ունենք Դուք որոշումով այդ հողը հիմա եթե բա որ դուք որոշում ունեք եւ այդ որոշումով այդ հողը ձերն է Հովանիսյան Էդիկ երևույթը ով է որ եկե ձեզ ասում է տեղից ելեք Չգիտենք ով է, կարող է եւ այդ հողը Իրանը չի, էսի ինքը մեզի մեջը կաշառքներով բանով առել է։ Մեր որոշումը բանի տեղ չեն դնում, ոչ մեկ բոլոր ատյանները կաշառում է։ Իսկ շատ ներողություն այդտեղ դոմիկի մեջ մենակ դուք եք ապրում, թե էլի ժողովուրդ կա ձեր կողերը։ 5 ընտանիք է, 5 ընտանիք, 5 դոմիկներ։ Ոնց է կոչվում այդ թաղամասը։ Ալո, թաղամասը ոնց է կոչվում։ Աջափնյակ։ Աջափնյակ, հələ մի րոպե, հա։ Աջափնյակ, ասեցիք Հովանիսյան Էդիկ։ Այո, Իսկ Աջափնյակ որ մասում է գտնվում այդ հողը, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է բանը վտարել։ Ալո, Նազարբեկյան, 17 թաղամաս, 16 թաղամասի դեմ դիմացնա։ 16 թաղամասի դեմը։ Ուրեմն ձեր հեռախոսը համարը մեզ մոտ կա, ես կխնդրեմ մեր ավականուն մի հատ վաղը թոձես հետ հանդիպեն ավելի հասկանալու համար, թե ձեր հողերը ինչ ձևով է անցել Էդիկ Հովանիսյանին։ Եվ ով է Էդիկ Հովանիսյանը։ Իսկ դուք անձամբ Էդիկ Հովանիսյանին կամ Էդիկ Հովանիսյանի կողմից եկած մարդկանց տեսել եք, որ Այո։ Երբ Մենք քրեական գործ ունենք, մտնել են հայաթը, հարցակում են բներս մի լկտի պահվածք իրանց կողմից, բոլոր տեղերից, քաղաքապետանից, դաժե այնքան են հասցրել, որ ասել եմ գնալու եմ հրաժարվեմ այդ երկրից, այս պետությունից։ Այդտենց արդեն լավ որ ձեզ ստից հանում են դուրս, դուք ուր գնաք։ Ինչ որ մի բան ձեզ առաջարկում են։ Բա ինչ են ասում են վեշը տենց վեշ մեշոք հավքի գնա։ Վեշ 22 տարի է, իմ աղջիկ եղել է մի տարեկան, հիմա 23 տարեկան է, ստեղ մանգապարտեզ է գնացել, դպրոց է ավարտել, այս թաղամասում հենց։ Լավ, ուրեմն ձեզ կզանգահարեն կգան, ինձ թվում է մենք հաջորդ հաղորդմանը նորից ձեր հետ կզրուցենք ուղիղ եթերում։ Հասկանալու համար նախ մի ես ուզում իմանամ ով է Հովանիսյան Էդիկ Խորոփը։ Եղավ, շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Մաս չգիտի ինչ անի, որի հետևից է դա, ինչ ուզում անում են։ Ինչ ուզում են, մարդը ապրում, ով է Հովանիսյան Էդիկը, իհարկե մենք կպարզենք, Հովանիսյան Էդիկն ով է։ Սիսի բոզի տղեն, ինչ ձև ուզում, ոնց ուզում են էց անում, վերջացավ ես էլ նշենք դեղինով, հոտենանք ես ով է։ Ու ես քանից հետո, հիմա որ գնաս են բանը վազգենիքը որը խոսցնես, ինքն դիմություն է, բայց այս
Վազյենի քուլ բոզի տղեց բանը ստեղել այս հրա մեջ էլ ամատը խառը Սա կանցնենք առաջ մյուսը հերթով է թմենք այսօր մենք ես չգիտեմ ինչով է բան պայմանավորված մենք բավականին շատ բողոքներ ստացանք այսինքն մենք ամեն օր ենք այս վիճակ ստանում բայց զանգահարողների բողոքողների մեծ մասը արդեն բացահայտ կերպով առանց կոմպլեքսների առանց վախենալու ասում է ես ուզում եմ խոսամ ուղիղ եթերով դա համար քանի որ սեպտեմբերից մենք սկսենք այդ հաղորդումը քաղաքացու ձայն ինձ թվում է նմանատիպ այդ հարցերը մենք արդեն ուղիղ եթերում էլ կտանք շատ հարցերին լուծում Ալո, բարև ձեզ, պարոն Ղուկասյան Ալո, բարև ձեզ, դուք Բարև ձեզ, ես Նաիրա Քամալյանն եմ, շատ ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ խնդրանքին Իմ բողոքս ներկայացնում եմ ամբողջ մեր բարձրաստիճան ղեկավարներին, թող լսեն հակակոռուպցիոն կոմիտեին, Արգիշ Քարամյանին եմ դիմում, Աննա Վարդապետյանին, բողոքս Իրեքն էլ ստեն։ Մարզային։ Ալո։ Այ, ասում երեքն էլ այստեղ են ձեզ լսում են։ Ասեք։ Ահա, ես դրա համար էլ որոշել եմ արդեն գագաթնակետին հասել մեր համբերությունը, որոշեցին, քանի որ ձեր աուդիտորիան շատ է, թող տեսնեն, լսեն, բարձրաձայնում եմ ինչա կատարում Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում եւ վերահսկող դատախազին եմ դիմում Գագիկ Այվազյանին իր ոչ արդար աշխատանքի համար ամուսինս 21 թվականի օգոստոսի 21-ին վթարի ենթարկվելով Ուրեմն մենք ի սկզբանե կասկածներ ունեցել ենք, որ մեքենայում այդ պահին իմ ամուսինը չի եղել ղեկին, այլ իր հետ գտնվող կողքին տղան, մեր նախկին շենքի հարևանը, Զալիկ Մելիքսեթյանը, որը որ թաքցրել է այս 3 տարին խաբելով մեզ բոլորից, մոլորեցնելով թե ինձ, թե քննչական մարմիններին, կոծկել են իրավ վարորդ լինելու փաստը, տեղյակ լինելով որոշ անձինք, համագործակցելով քննիչ եւ մեղավոր անձի հետ, ես ունեմ լրիվ փաստերով, որ ամբողջ ինչը խոսում եմ, օրենքով, փաստերով ձեռքից տակի եղած նյութերից ելնելով, միակ քննիչը Անդրանիկ Մխեյանն ա եղել ի սկզբանե, որը որ վարույթը վերցրել է իր ձեռքի տակ, արդար աշխատանք է կատարել 1 տարի 7 ամիս, այս ամբողջը պարզաբանելու, որովհետև ընդեղ նաև կա բժիշկների մեղքը, շտապօգնության առաջի բրիգադի ուշացումը, հաջորդը երկրորդը ճամբարակինը եւ սենց շարունակ, դեպքը եղել է Ծովագյուղ Շորժա Վարդենից 14 կիլոմետրով Այդ ռակետա ինչ-որ հյուրանոցի տարածքն է, որ Պարիզ կա, մեքենան դուրս է եկել ճանապարհային եզրի գոտուց, մի քիչ ձորակային տեղ կա, գլորվելով հարվածվել է այդ Պարիզին, գլխի վայր շուռ է եկել, սալտո տալով ժամացի ուղղությամբ հակառակ ընկել է աչակ կողմյան կողմը, որտեղ նստած է եղել իմ ամուսինը, Զալիկ Մելիքսեթյանը դեպքի վայրից ի վեր ինքը ստել է իր վարորդ լինելու փաստը։ Ոնց շամ կողմում գրած է գոր բառերով, որ ոստիկանական էթիշ կազմու գումարտակ եկան լսեցին, բա ուր է իրան տարած աշխատանքը տեղում, չեն պարզել վարորդ լինելու փաստը, այդ պահին երկուսն է գիտակից են եղել, ամուսինս հետո է մահացել։ Նա կենթանյան միջին աստիճանի ծանրության վնասվածքներով, իսկ իմ ամուսինը բազմակի ծանր վնասվածքներով, որը որ սեպտեմբերի 3-ին արդեն ես որոշումը ստացա, որ քննիչ Մխեյանը ընդունել է որոշում Ռուսլան Մկրտչյանին ճանաչել տուժով, իրան պատճառված բութ եւ արդեն սա խառնվել է մոտս, այդ ամբողջ վնասվածքներով 242-րդ հոդվածի երկրորդ մասով
հարուցվել է քրեական գործը, վարույթը նախաքննություն է ունեցել, դրանից հետո որ 1 տարի 7 ամիս Անդրանիկ Մխիթյանը իր գրագետ մոտեցումներով, փայլուն աշխատանքով արդեն փաստերին հասած մեղադրանք պետք է նշանակեն, որոշեցին շատ արագ քննիչին փոխել ու տեղից սկսվեց հաջորդ շարանը։ Իսկ դեպքի վայրից սկսեմ, դեպքի վայրի եղած ոստիկանները նախ սթափության աստիճան չեն պարզել վարորդ լինելու փաստը, հետո շտապօգնությունը գալը վկաների խոսքով եւ Այսինքն Տիկին ջան, հազար անգամ ներողություն, մի րոպե, այս ձեր ամուսնու մահվան դեպքով մինչև հիմա չի պարզվել ով է վարորդը։ Իրանք իմանալով, դա իմ ասածը դա է, բողոքս բարձրաձայնում եմ, այս օգոստոսի 29-ին կլրանա 3 տարի, քննիչ միջնորդությամբ որոշել է մեր նոր երրորդ դիցուի քննիչ Լուսինե Մանուկյանը, որը որ փետրվարին նշանակվեց, երկրորդ քննիչը չեմ խոսում են բարձրացած ոչման չի արել, նույն Չանդոյան Թորգոմը պետը քանի անգամ բազմիցս դիմել եմ դիմումներով, զանգերով, Սևան գնալ գալով, ամբողջ 3 տարի սարցունքներով անցել է Սևանի ճանապարհների, մեր հոգեվիճակը, մեր ապրումները, Ես իմ հարցը մնաց անպատասխան, այսինքն 3 տարի գործը քննում են, ավտոյի ղեկին ով ա եղել, մինչև հիմա չգիտեն։ Այո, ձգձգում էին առաջի, իսկ 1 տարի 7 ամիս անց պարզ եղավ, ես երբ որ դիմեցի քննիչին, քննիչը ինձ պատասխանեց, բա դատախազի որոշման ասում մի հատ է փորձաքննություն նշանակենք, որ վարորդ լինելու փաստը բացահայտենք եւ հիմնավոր մեղադրանք առաջադրենք։ Քննիչը փոխվեց, շարունակվեց Գագիկ Ավետիսյանի կողմից այդ խարդախությունները ոչինչ չանելը, այդ ընթացքում երբ որ փորձաքննություն նշանակեցին կրկնակի դատաբժշկական որպես ներառվել էին տուժողի իրավահաջորդ, ես ներկա էի լինելու երկրորդ փորձաքննությանը, երբ որ կանչեցին փորձաքննություն Տիկին ջան, մեր ջան, մի քիչ արագ Ինձ ասեցին, որ դրանք իմ պատկանող ամբողջ արխիվը վերացված է 1 տարի անց, քանի որ քրեական գործը ավարտ չուներ, ինչու արխիվը վերացվել, դատաբժիշկները չկարողացան լիարժեք պատասխան տալ, եղել է բժիշկների մեղքով ուշացումով, թե եղել է դեպքի վայրում Զալիկ Մելիքսեթյանի արարքից հետո, որ ինքը ստացել է այդքան բազմաթիվ վնասվածքներ, ու դրանից հետո գրանցվել է մահը, մեկը մյուսի վրա գցում ճամբարակը Ստեվանի վրա, մյուսը նրա վրա։ Երբ որ ես երկար պնդումներով, դիմումներով արդեն դիմեցի, որ արեք արագ այդ փորձաքննություն միգուցե կգա վաղեմության ժամկետ, ինձ ասացին, տենց բան չկա, հնարավոր չի, եթե քրեական գոյություն ունի, վաղեմության ժամկետները ոչինչ չի խանգարի։ Ձեզ խաբել են Տիկին ջան, լավ, մեր հաղորդումը անսպառ չի, ձեզ խաբել են, ուրեմն դուք ասեցիք դատախազնա մի րոպե, դատախազնա Գագիկ Այվազյան։ Գագիկ Այվազյանի վերահսկողության ներքո է եղել այս ամբողջը։ Իսկ հիմա որ արդեն հստակ ունենք հունից ամսով փորձագետի հստակ պատասխանը, շատ արագ այդ մթագնած ուղեղով վնասվածքներով ինչպես ինքն էր ասում կոմայի մեջ եմ եղել ոչինչ չեմ հիշում, շատ արագ պայծառը փայլեց իր ուղեղը, եկավ քննիչ միջնորդությամբ, որոշեցին, որ արդեն ժամկետը վաղեմության մոտ է, շատ արագ իրար հետ իրանք մտնելով Մենք հասկացանք Եղավ Տիկին ջան, հասկացանք, մենք հիմա կդիմենք ընկել Աննա Վարդապետյանին, որ Գագիկ Այվազյանից պահանջի, որ գործը բերեն իր մոտ զեկուցման։ Հուսով ենք Աննա Վարդապետյանը ուղեղ ունի։ Շնորհակալություն ձեզ, անցնենք առաջ։ Շնորհակալություն։
Վայս կնիկը, շնորհակալություն։ Մեր ժամանակը հարգելի քաղաքացիներ, անսպառ չի։ Խնդրում եմ, երբ որ սկսում եք բողոքները բարձրաձայնել, տեղավորվել 3-ից 5 րոպեվա մեջ։ Ես հասկանում եմ քաղաքացու ցավը, քաղաքացու տառապանքը, քաղաքացու վրդովմունքի աստիճանը, որ այո, կրոգոմ-բեգոմ բոզի տղեկ են, որ կարա անցնի դեպքից 3 տարի, բայց մինչև այսօր չկարողանան պարզեն մեքենայի ղեկին ով եկավ այդ ավտոն քշեց, եկավ այդ մարդու այնտեղ թռավ, բորձորը ֆռած, եկավ այդ մարդու գլուխը կերավ։ Ու եթե մենք ունենք նման քնչական, ընկեր Արգիշտն մեդալաբաժանը գնացել էր Սևան, հավքել էր յա քնիչներին, չէ, այդա, հավքել էր մեդալեր բաժնում, դու 3 տարի ա, քո Սևանի քնչականը չի կարողանում պարզի, ով ա եղել մեքենայի ղեկին, Մելիք Սեթյանը Զալիկ, թե ալմոլորակայինը, մինչև այսօր չեն կարող պարզեն, 3 տարի ա։ Ու այսքանից հետո դու քո քնիչների ինչն էիր պարգևատրում Սևանը արտագնա կոլեգիա երանը մի քանի հոգով էլ հանիր շարիր թղթերվեկալան պրիսակտերին մթոմուրա մենք դառան քնիչ կողեմ քո քնիչ կարճ եւ կոնկրետ լսում ես Աննա ուրեմն կապված Երևանի քաղաքապետարանի հետ։ Երևանի քաղաքապետարանները սկսել են կոռուպցիայի նոր ձև։ Լիկվիդացնում են իրանց ենթակայության տակ եղած հողերը, որ ինչ որ ավելի անաղմուկ, հա, տալիս են համատիրություններին, համատիրություններն էլ իրանք հերթին վաղը մյուս օրը կդնեն Կծախեն, ինչ կանեն, վերջում կասեն համատիրությունը փակվեց, համատիրությունը լիկվիդացավ, վերջացավ, անցավ գնաց, իսկ տարածքները, որը որ իրանք ստացել են Երևանի քաղաքապետարանից, լիկվիդանում է համատիրության միջոցով, սա ինչ բան է, ես էլ չեմ հասկանում։ Հələ մի հատ հələ փորձենք ստեղից բան ճշտել։ Անհատույց տարածքները, մենք ենքան տարածք ունենք Երևանում, Երևանի քաղաքապետարանը անհատույց տարածքները տրամադրում այս կամ այն համատիրությանը։ Ալո։ Լսում։ Կարեն Ավագյան, ողջույն։ Ողջույն։ Ուրեմն, այսպիսի մի հատ հարց ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը։ Մեր ձերքիթակ հայտնվել է փաստաթղթեր, որտեղ Երևանի քաղաքապետարանը ձեզ է տրամադրել, այսինքն երֆին եւ ֆիզիկոս համատիրությանը տրամադրել անհատույց տարածքներ։ Ինչի համար են ձեզ տրամադրել անհատույց տարածք։ Որ ինչ անեք։ Չկա տես բան, ինչ անհատույց տարածք։ Բանը ոչ չկա տես բան։ Հենց հիմա բան փաստաթղթը իմ ձեռի տակ է։ Ոչ չկա տես բան։ Որտեղ է այդ անհատույց տարածքը։ Մի րոպե։ Եթե դուք տեղյակ չեք, ուրեմն ես հիմա լուսաբան եմ, որ տեղյակ չեք։ Իվարկյան։ Ես ատո ինձ ուղարկեն։ Երևանի տարածքները ուրեմն երֆինը ձերնա, չէ, երֆին եւ ֆիզիկոս համայնք։ Երֆի ֆիզիկոս, այո։ Այո։ Երֆին եւ ֆիզիկոսին ուրեմն տրամադրվել են ըստ Երևանի քաղաքապետարանի, ձեզ տրամադրվել է տարած, ես հիմա ուզում եմ նայեմ, ես ինձ ուղարկել էին, մի րոպե, հեսա, կթախ, ես գիտեմ, որ կա, մեծացնեմ, հավելված, Երևան քաղաքի ավականով 2024 թվականի մարտի 12-ի համար 80A որոշմամբ անհատուց սեփականության իրավունքով օտարվող գույքի ցանկ ֆիզիկոս համատիրությանը տրամադրել
Ընդամենը Աջափնյակ վարչական շրջանում 22 համատիրություն եւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարով ֆիզիկոս համատիրությանը տրամադրել անվարձահատույց տարածք։ Ֆիզիկոս համատիրության ղեկավարը դուք Խնդրում եմ ինֆորմացիան ուղարկեք, էլի լրիվ անծանոթ բան եք խոսում։ Ես հիմա ես դամար զանգահարել եմ ձեզ Ոչ մի փաստաթուղթ չկա, լրիվ անծանոթ թեմայից եք խոսում։ մի րոպե ասեմ, անհատույց սեփականության իրավունքով։ Մի րոպե սպասեք։ Հետաքրքիր է ինչ ինֆորմացիա է, ոնց է ֆիլտրվել, ով է ստուգել, ով է Հիմա իմ ձեռի տակ է այս բանը փաստաթուղթը անհատույց սեփականության իրավունքով։ Լրիվ անծանոթ Մի րոպե լսեք հասցեն։ Խոսում կանանք վաղը այդ թեմայի շուրջ խոսանք, ձեր ուղարկելուց հետո ծանոթանանք։ Անպայման ես կուղարկեմ մի վարքյան, խնդրում եմ։ Անհատույց սեփականության իրավունքով օտարվող գույքի ցանկ, Համատիրությանը ոնց կարացեն։ ես չգիտեմ, գույքի ցանկ, Հասցեն Հալաբյան փողոց 24 շենք, 26 շենք, գալիս է, Երվին համատիրություն, այսինքն դուք եք այդտեղ նստած, Ռոման համատիրություն 16 Սենյակը տեղ գտնվում է Այո։ վարչակալությամբ։ Եթե անհատույց տարածք լիներ, մենք խիտ կվարձակալենք ու գումարենք։ Ուրեմն ձեր հեռախոսը համարի վրա, ձեր համարը ես ունեմ։ Այս փաստաթղթերը ես կուղարկեմ ձեզ, դուք մի հատ ուսումնասիրեք, միգուցե միասին հասկանանք, թե ձեզ ինչի են տվել։ Եղավ, շնորհակալություն, ռաս խաբար չեք։ Ես ձեզ կտեղեկացնեմ, որ դուք հարստացել եք։ Եղավ, շնորհակալություն։ Մեզ մարդնաս մեզ խաբար չեմ։ Թողտու թանակն իմ ձեռի տակա, մարդասմա ինձ բան չեն տվել, տարած չեն տվել։ Okay, հաղորդումից ամենջապես հետո մենք այս մարդուն կուղարկենք թղթերը։ Էս էլ դեղինով լսենք։ Ոչ մեկ ոչ խբից խաբար չի։ Էսի սենց, անցանք առաջ։ Փաստաբան Ռուբեն Մելիքյան ջան։ Ռուբեն Մելիքյանս հայտարարեց այսօր առավոտյան, որ 12/02/2024 թվականի ժամը 15:00-ին դատարանը պիտի քննի թվով 10 քանի հոգու, 15 են, 10 քանիս են հոգու, այսինքն 12/06/2024 թվականի ցույցերը, որ տեղի ունեցավ Բագրատ Բոզիտողու կողմից, ուրեմն 4 հոգի կալանքի տակ, 8 հոգի տնային կալանք, 2 հոգի վարչական հսկողություն, 2 հոգի բացակայելու արգելք։ Ահա նման որոշում էր կայացրել դատարանը մինչ այսօր ժամ 15:00-ին կապված այդ բանով ցույցերով 15 խուլիգանության հոդված, 1 զանգվածային անկարգություն։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուբեն Մելիքյանին, որ կարողացավ այս արգելքի տակ գտնվող տնային կալանք են, մալանք են, չգիտեմ, բանը Բերտ Մուրտ եւ այլն, այդ մարդկանց խափանման միջոցը փոխել։ Բայց հիմա ստեղ առաջանում է մի հատ շատ գեղեցիկ հարց։ Բագրատ Բոզիտողու գլուխը Ռուբեն Մելիքյան բդերիտ արանքից ալ։ Բագրատ ղախպի տղա։ Մենակ այս դրվագով 4 հոգի բնկալանք, 8 հոգի տնային բնկալանք։ Ինձ այնց հետաքրքիր է Բոզի տղա։ Այդ շադրեն որ հակել ես, ունգնում ես բիսեդկա, խերրամ ծածանեմ ճամփու են դնեմ։ Այս սրանցից որևիցե մեկի տուն գնացել ես, այս 4 հոգի, որոնք որ գտնվել են 2 ամիս կալանքի տակ, սրանց մի հատ տուլիկ տարածքած Բոզի տղա։ Հիմա նորից հել է ընկելա քուչա, մարդ հավքեմ, որ ասում է սեպտեմբերին թազա շարժում ենք սկսում։ Մտում մայիսի շարժումը հորով արեց, 50-60 հազար մարդ եկան Լսվան Հանրապետության հրապարակ ելավ, մեզ միացել է Նազենի Հովանիսյանը, մեզ միացել է Արթուր Դավթյանը, հայր մեր, որ երկինսն ես, հայր մերը ծծնի քեզ, 50,000 հոգու հանես սիկիր արես բանով, տներով, հետո 35-ի, հետո 25-ի, հետո 20-ի, 15-ի, 10,000 հավքես տարավ կողեց, ծեցին ջարդին մարդկան շինին հաշվանդամ, հիմա նորից հել է ընգելա ջայլներին, են միամիտ ջայլներին, վեկալ է կցելա հետևից, հել է քուչա սևան, հրազդան, երևան, քանակեր, թումո, խրես գլող, նորից տեղեր գնամ էլի հավկամ, ու ինչ անեմ, ոչ ասում է Նիկոլի տունը պետքա ծծցնել, ոչ ասում է, ինչ է խոսում այդ մարդը չեմ հասկանում։ Էցեմ հայր մերից, որ երկիսն ես, ասու խոսքը սենց հելավ, ենին են ցելավ, երկիրը քանդվավ, երկիրը բլավ, ու ոչ մի խոսք, ոչ նախկիների հետ կապված, ոչ ներկաների հետ կապված, ասում ես քաղաքական շարժում է, կուսակցական շարժում է, չէ, տղա ջան, քո ասածն ինչ է, ինչ ես ուզում, բագո։
Ինչ ես ուզում դու ես ժողովրդից, հերն ես կլոնի նման, այ բոզի տղա։ Ստից ընդես վազում ու պրիտոմ, պոտենցիալ անգրագետա։ Այս մարդը պոտենցիալ անգրագետա։ Դաժե ես վստահ եմ, որ հիմա ընկերբան բգով ես քեզ հրավիրում եմ ուղիղ կետեր։ Բերեմ նստեմ դեմս երկու հարց նույն կրոնից տա, չի կանալու պատասխանի։ Երկու հարց։ Չի կանալու ինձ անհավատից պատասխանեի։ Հիմա նորից են ես դե գլեմ բանը անչ հայացի մեջ տեղը նստած նարդի խաղացող բիսեդքի մեջ չեմ կարող հասկանալ։ Հիմա այս մարդիկ ես որ եղել են կալանքի տակ, սրանց հարազատները պիտի հլեին բգոյի մծծցնեին, ասեն բոզի տղա քո պատճառով գնացին 2 ամիս նստանք բերդ։ Մի 100,000 դրամ մեր ընտանիքին տված, կաս գոնե 100,000 դրամ։ Ռուբեն Մելիքյան ջան, ճիշտ կլինի, նմանատիպ գործողություններ, հոդվածներ տպելուց առաջ բան, երկրին քննադատելուց, Նիկոլ Բոզի տղուն ծծնելուց, մի հատ էլ դրդապատճառը, այսինքն ինչն է եղել սրա պատճառը, որ այս մարդիկ բան բերթերում է, մի հատ էլ դրանց, գոնե կուլտուրական ծծնել, չէ՞։ Ինչի՞։ Մախում ես։ Բա Փորձի այդ տղա, փորձի, զարգացի, դեր ծծնելը խերա։ Մեզ են դիմել Երևան ավտոպարկի վարորդները, ասում են պարոն Ղուկասյան, տնօրեն Գևորգյան Վահե, մենք բոլոր վարորդներով ձեզ սիրում հարգում ենք, ուզում ենք եթանք գյոթի, խնդրում եմ մեզի ղրգեք Գևորգյան Վահեից տուն գյոթի, մենք մեծ սիրով Երևան ավտոպարկի բոլոր վարորդներին ղրգում ենք գյոթի, մի հատ շատ հաճելի երաժշտության տակ, են որ ասում է եձիմ բանը սասետ ներսելով նա դիսկոտեկու, այս երկի տակ ինչքան շոֆեր կա, սմենից հետո ղրգում ենք գյոթի, ասում է պարոն Ղուկասյան, վզներ բոլոր վարորդների վզին դրված է բացի այդ բանը պլանը, նաև հələ մի հատ էլ հավելավճարներ, որ պիտի բերեք տակ, մուծումներ, տակ, ինչա ասում, նախ, միշև հիմա ասում է պարոն Ղուկասյան լուծված չի զուգարանի հարցը, այս կանեցից են կանեց, ակետից բեկետը, եթե մենք ոչ ակետում զուգարան կա դրած, ոչ բեկետում զուգարան կա, որտեղ գնանք շռենք հակենք, սիրելի վարորդներ, կարող եք գնալ շռել կակել Գևորգյան Վահեինց տուն, Երևանի քաղաքապետ Սիսիենց տուն, շռել կակելով Սիսիի կնգա քիթուբենին, Գևորգյան Վահեի կնգա, եթե ունի քիթուբենին, շոֆերը շռվեն պիտի, ինձ հետարքիր էլի, այդ մարդիկ ուտը պիտի կակեն շռեն, չոլի մեջ, դա չէ, ասում է աշխատում ենք ժամը 6-ից մինչև ժամը 1-ը, 1-ից հետո, 12-ից հետո, 1-ից հետո, ինչով պիտի տուն գնանք, մենք չգիտենք, ասում ենք ինչով տուն գնանք, ասում է տրանսպորտով գնացեք, ասում է տրանսպորտը ես եմ, բերեք կայնացրել եմ, ինչով տուն է թամ, այսինքն ծառայողական ավտոբուս, որ մարդկանց տանի տաներով, կամ չգիտեմ, ինչ-որ մի ձև տաքսու հնարավորություն, հա, հատկասեն ասեն, տաբեր ձևեր կա, չէ չկա, համ բանն են պահանջում, պլանն են պահանջում, համվրից էլ ասում են բացի դրանից ամեն մի վարորդի վզին նայած իա մարշրուտից ու բանից տոկոսա դրած, էդ էլ լևի փող, էդ էլ պիտի տաս, բայց թե շոֆեր, դրանից հետո ինչու պիտի գնատուն, Աստված գիտի, մասսայական աշխատանքից ազատվում են։ Առհասարակ ասում է, պարոն Ղուկասյան չի գործում սոցիալական փաթեթ, վարորդ ենք, պետական աշխատող ենք, պետք է օգտվենք սոցիալական փաթեթից, անվճար բուժօգնություն, մենք, մեր ընտանիքի անդամներ եւ այլն, կամ թեկուզ մենք, բացարձակապես ասում է, խռտեղ տնող չկա։ Սոց փաթեթը լափում են, վառելիքը լափում են, բանը պլանը վզներին դրած լափում են, ամենքը լափում են, հետո ասում են, սիրելի երևանցիներ, տրանսպորտը պիտի թանկանա, որովհետև չենք ձգում։ Դա որտեղ է ձգեք։ Եթե կրուգոմ բեգոմ լափում են եւ Երևանի ավականու որոշակի պորնիկի ծնունդներ, այդ թվում նաեւ իմ պորնիկի ծնունդները, որոնք գնացին մտան Սիսի ձվերի տակը, որոնց ես շուտ թե ուշ տնով տեղով երեխեքով ծծնել եմ տալու, հելան ասեցին, այո,
տրանսպորտը պիտի թանկանա։ Այն էլ կցին բռնին, որ չնեկարա թանգացնեն, հիմա էլ ասում են պիտի հունվարի 1-ից թանկանա, որովհետև միասնական համակարգը պատրաստ չէ։ Թե սիսին ուր միասնական համակարգ ուր։ Ես հուսամ, որ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին սիսի բոզի ստղուն Երևանի ավականին կասի հաջողություն։ Իսկ ինչ վերաբերում է Երևան ավտոպարկինգ եւ նմաններին, հարգելի վարորդներ, դուք ուզում եք նորմալ աշխատեք, դուք ուզում եք, որ ձեր վզին պլան չդրվի, դուք ուզում եք, որ քաքել շռելու տեղ ունենաք, դուք ուզում եք, որ սոցիալական փաթեթից օգտվեք, ընտրությունների ժամանակ ձեր ձայնը Վարդան Ղուկասյանն, ձեր ընտանիքի անդամներով։ Ուրեմն բավականին գլոբալ թեմա։ Նախորդ մեր հաղորդման ժամանակ մենք անդրադարձել էինք կեղծ խմիչքներին, ժամկետն անց սնունդին եւ այլն։ Սա բավականին փաստորեն լուրջ բիզնես է, որի մասին մենք տեղյակ չէինք։ Այսինքն ես գիտեմ, որ բիզնես է, բայց որ այս աստիճան ես չգիտեի։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում որակյալ խմիչք հնարավոր չէ գտնել։ Այսինքն այս միանշանակ սրա մասին կարելի է արդեն գրուկ եւ պեչատուկ։ Եվ սուպերմարկետներում, նու բացառությամբ մի քանի սուպերմարկետը իտո հարցական է, այդ սուպերմարկետում, այդ Հենեսի, Մենեսի, ինչեր է խմիչքի անունը, Բելուգա, դրանք որ ծախվում են այդ օղիները, դա ինքնաթեթ չէ։ Ռուստամ Բադասյան, ոտքի։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը իր գործնեությամբ բավականին լուրջ մեծ վնաս է հասցնում նաև այն եվրոպական երկրներին, որոնց ապրանքները ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն։ Օրինակ, հենց նույն Բելուգա, նույն Հենեսի եւ նմանատիպ այլ խմիչքներ, ֆրանսիական, մրացիական եւ այլն։ Այդ հայաստանյան արտադրողները կարող է ինչ որ միտեղ, ասենք լռեն, ովքեր որ Հայաստանում են կոնյակ, բան արտադրում, Արարատ, Մարարատ, նո եւ այլն։ Բայց արտասահմանցի խիպիտի լռեն, ես չգիտեմ, ես այս խնդիրը հասցնելու եմ դրանց տեղ։ Վեկալենք Բելուգա, օղի։ Ես կյանքում օղի խմել եմ 11-12 բաժակ, ոչ ավել։ Որից 3-ը դեմ որ ասում եմ առողջական վիճակից ելնելով։ Ու բաժասեմ լուծեի, թթյարա խմա, դզվա։ Էդ այլ է։ Հիմա այդ Բելուգայի շշերը, որոնք որ մտնում են Հայաստանի Հանրապետություն, հարյուրներով, հազարներով, 10,000-ներով, դու պեկ ես, Ռուստամ Բադասյան։ Ներկրողին դու չես ասում, բուզի տղա։ Դու Բելուգայի դադարք շշեր, բերեմ ես որ ինչ անես։ Հայաստանում Բելուգա արտադրվում է։ Չէ, բախ ես բերեմ։ Հայաստանում Հենեսի, Մենեսի, ինչ էր այդ մյուս այդ ոչ կոնյակները որ կա դրանից արտադրվում է։ Չէ, խես բերեմ։ Ինչ նպատակով եք բերեմ։ Էդի բերում են, ակցիզները ճարում են, լցոնումը անում են, ոմն Մուրադյան սիրուն ագարկուհի, այս 20 տարուց ավելա, կինո Ռասիայի մոտ վաճառում է կեղծ խմիչքներ, այսինքն այդ սաղ ու իա հովանավորնա Խաչատուր Սուքյասյան բոզի տղա աղբեր Արտուշը, ժողովուրդն հազանգում է։ Ինչ է լցվում այդ կոնյակների, գինիների, վիսկիների, լիկյորների մեջ, ինչ են լցում, ինչ են բագում, ինչ են ծախում, են որ ասում են երկնային գրասենյակինը հայտնի։ Այդ սաղ օբյեկտները, որոնք որ բերում են այդ Բելուգա, մեխանիզմը բացատրում են, ասում են պարոն Ղուկասյան, օղին բերում են դեմից պատենտը, այսինքն ինքնա, օրիգինալը, սառը վիճակում։ Մարդը 3-4 բաժակ խմելուց հետո, արդեն որ համի ռեցեպտորը լմա մորմշ, դրանից հետո սկսում է արդեն մատակարարվել կեղծ խմիչքը, որը չգիտես ինչա։ Ինչա դրա մեջ, խմի մեռի։ Արդեն մարդը կիսահարփած, սառը ռեցեպտորներով բան, այն մարդը չի զգում։ Ու սկսում է խմել, դրա համար է լյարդի ցիրոզ, ռակ, ինչ հիվանդություն ասեց Հայաստանը տարածաշրջանում առաջատարնա, փոխանակ օլիմպիադայից գոնե առաջատարել ենք, չէ, ռակերով, մակերով, չգիտեմ, այլ շաքարախտով, ինսուլտներով մենք գտնվում ենք առաջի տեղում, նույնիսկ սիգարետները։
Նույն պատմությունն է սիգարետների հետ կապված։ Մասից տոբակը բանը կեղծ սիգարետ, տպım ծախım, լցım ծախım, պաշկեկով, մաշկեկով եւ այլն։ Հիմա ասում են, որ այդ նույն կեղծ պաշկեկի բիզնեսի մեջ թաթախված է Գագիկ Ծառուկյանի որդի Նվերիկս, որը արտադրում է կեղծ պաշկեք, սիգարետները մեջը բլացում ու ծախում են։ Ինձ հետաքրքրեց, լավ, ազգի մի մասը սարքել եք նարկոման, մի մասը դարել է ալկաշ, մի մասը դարել է խաղամոլ։ Վերջը։ Նույն Հենեսին, այդ նույն կինորասիայում արժե 20,000 դրամ, նույն շիշնա ոչ մի տարբերություն, ակցիզը վեր են։ Օրիգինալը սա սուպերմարկետում արժե 120,000 դրամ։ Ոնց։ Ընկերպեք, ոնց։ Այսինքն այդ նույն 20,000 դրամ Հենեսի ծախող ագարկում պիտի ասես այ քո տունը ծծցնեմ։ Այս Հենեսիի արժեքը մաքսայինով բալով այսքան է, կոմոդ ոնց է 20,000 դրամ։ Մինչ հեղափոխությունը այս բիզնեսի տերուտ իրականն ա եղել Սաշիկ Ձաձան։ Հիմա Խաչատուր Սուքյասյան Ձաձա բոզի տաղեն։ Դաշը Բյուրեղավան Եղվարդ, թեև ընդեղ կա օղու գործարաններ։ Ինչ ասես, փագում են, լցում են, ծախում են։ Աշխարհի ուզածը ֆիրմայի օղին, այդտեղ փագվում, լցվում, վաճառվում։ Փակվում, լցվում, վաճառվում։ Դատարկ շշերը, խոսքի օրինակ, անգամ շիշը, այսինքն բերում են 1 շիշը 150 դրամ, շշի օրիգինալը 600 դրամ։ Փաստորեն շիշ կա, կեղծա, շիշ կա, օրիգինալն է։ Նայրի կոնյակի շիշ 5,000-ից 7,000 դրամ։ Ամբողջ լիստ AM-ը կոնյակի շիշա ծախում։ Կոնյակի, արաղի եւ Արարատի շիշը 3,000 դրամ։ Այսինքն ընկերպեկը շապիտանի հավաքի շիշ ծախում, առնողնով է։ Իվո շիշը արավ մորտ դալոն պիտի չլացի մեջը։ Ով է շշերի բիզնեսի առաջատար մասնագետը։ Ումա պատկանում Կարպ Ժամկոչյան, այս գաղպիտողու նկարը դրել էինք։ Ով է Կարպ Ժամկոչյանի մաման, Կարինե Մուրադյան, ով աշխատում է Պեկում, ինքն էլ կրիշավատա անում տղուն եւ այս ապորինի, այս հսկայական մաֆիան, որը խոշորագույն տնտեսական վնաս է հասցնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին։ Նիկոլ Բոզի տղեն ընկե կոշկակարա ծծացնեմ, Վարսավիրա ծծցնեմ, մանիկյուրշիսայա ծծցնեմ, չգիտեմ, հասարակ վարպետներին, որոնք իրանց օրվա քրտինքով մատ ներկելով, մաս կտրելով, մի կերպ փողեն, բռնաբարում են, ասում են, հատամը չես խփե։ Սես կամնեց, բայց ես եկա բիզնեսին։ Ընկերպեք ինչ են կանչեմ ասում, ոնց կարող է, այ Բոզի տղա։ Մի արաղը, միտեղ, նույն բելուգան, ըլնի 40,000 դրամ, օրիգինալը։ Նույն բելուգան, նույն շիշը, նույն ամեն ինչով, միտեղ ըլնի 10,000 դրամ։ Սա ինչ է։ Ով է այս բիզնեսով զբաղվում։ Ինչի չի հավքում Նիկոլ Բոզի տղեն, KGB-ի, MVD-ի, ՊԵԿ-ի, ռազմականի, ինչքան սպեցնաց կա հավքի, մի օրվա մեջ քցել շուկաների ջանին ու սկսեն սա հավքել։ Այդ կես խմիչքներով, սիգարետներով, այդ ակցիզները որտեղից, հետո ասում են պետության բյուջեն չեղկված կա։ Բա Բոզի տղեկ, բա կլինի չեղկված։ Ով ասի որ չպիտի լինի։ Ով Ումա պատկանում ես ամբողջ բիզնեսը, այս իրանց այդ խմիչներով, մմիչներով, ամեն ինչով։ Կարեն այս Արմեն Համիկ եղբայրներ, այս Բոզի տղեկ ես Անդրեասյանները, օրիգինալ սուպերման, մինչև հիմա կալանավորված չեն։ Մինչև հիմա կալանավորված չեն, 13.5 տոննա փդած հավի միսը։ Տարան թաղին հողի տակից հանի ու մամուլն էլ գրում ասում է իրանք էդի չէին տարել որ վաճառեին։ Ու մեկը չկա այդ մամուլին ասիմ տունը ծծցնեն, բա 13.5 տոննա միսը հողի տակից փորած թաղած փդած հանելա տարելա Արմեն Համիկ եղբայր Անդրեասյան Բոզի տղերքը, որ ինչ անեն։ Որ ինչ անեին։ Պիտի ծախեին, չէ։ Պիտի հետ ուղարկեին խանութ, պիտի ծախեին KGB-ի վրա։ Չէ, աբաս։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը եւ ներքին գործերի նախարարությունը, ներքին զորքերի համար միս, պեսոկ, բրինձ եւ այլն, նամանավանդ միս, ձերքաբերե այս Բոզի տղեկից։ Հարգելի ներքին զորքերի զին ծառայողներ, ուրա թուղթը տնեն, որ հանգարց չասեն, տես բան չկա։ Կանեք։ Ես ձեր տունը ծծցնեմ։
Ուրա։ Սրանց հետ միայն թուղթ ու թանակով։ Ուրիշ տեղ էի մտե, ներվայնությունից։ Так. Ես էտա։ Մասիսի համեն կոլեկտեն չէ։ Էսի մասիսն ան, հեսա մասիսին է կծծնենք։ Ոստիկանության զորքերի կարիքների համար սննդամթերքի մատակարարման պայմանագիր քաղաք Երևան 2020 թիվ ու ըտենց 20 թվով էթմահավ մի զու եւ ալն մի րոպե ստեմ ուղարկել կան իստեղից դնեմ թող ներքին զորքերի զինծառայողները ովքեր որ ծառայում են ներքին զորքերում ովքեր որ սնվել են ներքին զորքերում երբևիցե ճաշարանում եւ այլն մտնեն տեսնեն որ իրենց գովաբանելի նախարար կոչվածը իրանց մատակարարելա ժամկետնանց փդած սնունդ այս բոզի տղեկի կողմից սիստեմատիկաբար տարիներով մի րոպե ստեղ որ չասեն էլի սուտատես բան չկա ընդամենը մի քանի բկտոր դրանք կարիքների համար ԱԱՑ, ես էլ ԱԱՑ-ն, ինչը առե ԱԱՑ-ն, պեսոկ, մեսոկ, չգիտեմ բրինձ եւ այլն, մի րոպե դնեմ Telegram կանալ, տակն էլ գրեմ, խնդրեմ, թող աշխատողներն իրանք մտնեն, նայեն, ծանոթանան, 1, 2, 3, 4 Տակ գրեմ եմ, խնդրեմ Ռուսերեն KGB IMVD Մտեք ուղակես ամբողջ բան փաթեթի մեջ մի քանի բան կտոր հասկանում եք ու ընկեր Վայ Ղազարյան դու ընկեր Աբազ դու քո անձնակազմի համար սնունդ ես առնում բայց դուք չեք հետևում դուք ումից եք առնում ու ես բոզի տղեկը ես Արմեն եւ Համիկ եղբայրներ մինչեւ հիմա գտնվում են ազատության մեջ մինչև հիմա 13.5 տոննա փդած միսը մտադրություն ունեցել ռեալիզացնել ժողովրդի վրա ազատության մեջ ես ավելի քան վստահ եմ որ սահմանապահ զորքերին որ ներքին զորքերին սրանք եւս մատակարարել են ժամկետնանց փդած միս ներեն կրմ Գոմեշի միս Պակիստանից ինքը մատակարարը եւ այլը ներա կրում Գոմեշի միս Պակիստանից ու այդ միսը վաճառում են Սևանի հոգեբուժարանի վրա Պակիստանը այն պետությունն է որ երբեք չի ճանաչել Հայաստանի անկախությունը թշնամի երկիր մենք անդադ խեռնում ենք Իսրայել խեռնում ենք Թուրքիա խեռնում ենք Ռուսաստան որ Ադրբեջանից են կամատակարարում բայց ամենաթիվ 1 գլխավոր բոզի տղեն Պակիստանն է ու այս բոզի տղեկը Պակիստանից ներմուծում բրինձ, միս եւ այլն։ Ես մի անգամ շատ շուտ, հələ որ աշխատում եմ ռազմական ոստիկանությունում զուպում, մտնելով պատահական ռազմական ոստիկանության զինվորական ճաշարան, աչքս ընկավ այդ բանը կատալկի վրա տեղադրած մսերը, սարեցրած։ Մոտեցա նայում եմ վրան գրած է Պակիստան։ Այդ ժամանակ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր։ Բառը հելավերև Զու բաժնի պետ Գյուրեղյանի մոտ արտավազիչ չի, զինվորական ունեցվածքի պապանություն, ՕԲԽՍ են։ Ասեմ արտավազիչ, մենք փաստորեն միս ենք տալի զինվորին Պակիստանից։ Ո՞վ է այս ներմուծողը։ Ասում ո՞ս Պակիստան, ասում հա Պակիստան։ Այն պետությունն է, որը որ չի ճանաչում անգամ Հայաստանի անկախության հանգամանքը։ Պետականությունը չի ընդունում։ Հելան խառվանկյալ բանից պարզվեց դա Գոմեշի միսա։ Խորացանք Գոմեշի մսի թեման փածան արշո խեռը գլուխ հելավ տրակավ։ Ով էր բերեմ Գոմեշի միսը Հայաստանի գեներալիտետը։ Ով էր դրանից ատկացտանը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Բա դու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան, բոզի տղա։ Դու բանակիդ բերում տալիս էր մի մսամթերք, որը որ արտադրվում էր եւ այդ երկրի սեփականատերն էր, այսպես ասած, Պակիստանը թշնամի երկիր է, Ադրբեջանից առնեինք էլի։ Դու չէիր տենում քո միսը որտեղից ա գա։ Հիմա սրանք են։
Պակիստանից միսա բերեմ ես բոզի տղեն։ Ես Արմեն եւ Համիկ եղբայրներ ղախպի տղեկը գոմեշի միս։ Նորից ժամկետնա անց։ Դե հին բիզնեսով են էթը։ Դա կապում են KGB-ի ջանին, այսինքն առնում են գերաբազի հիմնարկը բնականաբար դոլարներով, դա առնում է MVD-ն եւ դա տանում կապում են բոլոր պետական հիմնարկ ձեռնարկությունների վրա, այդ թվում նաեւ Սևանի հոգեբուժարանի վրա։ 10 միլիոն դրամի միսա բան առե։ Նաև բրինզա առե Սևանի բան հոգեբուժարանը է սրանցից նորից Պակիստան։ Բրինզ ուրիշ պետություն չարտադրա։ Չկա, երկրում տերուտիրական չկա, բարդակա։ Մասիսի քաղաքապետ Դավիթ ոտքի։ Գնացել էր բաներ անում։ Կնունք էր անում։ Կնունք եւ ծնունդ։ Արշակի ագարկա բոզի տղա Գերդաստանել հետևից գցած։ Խորանում ենք Մասիսի քաղաքապետարանի թղթերի մեջ, ինչ ենք տենում։ Մասիսի քաղաքապետարանը ընկեր Աննա Վարդապետյան, ագարկա դուրս ա գրում 1,600,000 դրամ Վարդևորի կապակցությամբ Մասիս քաղաքում Վարդևորան 1,600,000 դրամ դուրս ա գրել, որ առնի ջրի պիստոլետ, վեդրո, բաժանի ժողովրդին, որ ժողովուրդը Վարդևոր խաղան։ Ամա production ընկերությունն էլ, այսպես ասած, վաճառել է Մասիսի քաղաքապետարանին պիստոլետներն ու ջրի վեդրոները։ Մի րոպե դնեմ, որ ժողովուրդը չասի, Վարդան Ղուկասյանը խափում է, այտենց բան չկա, էդի սուտ է։ Ուրամ, սուտ է, խափում է, որից օիներ է հանում, մեկ տես բան չենք արել։ Մի րոպե գտնեմ։ Մասիս համայնքի կարիքների համար։ Քաղաք Մասիս 22 հուլիս 2024 թիվ Մասիս համայնքը իդեմս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի, որը գործում է համայնքի կանոնադրության հիման վրա, այսուհետ պատվիրատու մյուս կողմից եւ AMA Production SPN իդեմս տնօրեն Մնացականյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա այսուհետ կատարող, մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին։ Նախ AMA Production-ը գտնվում է Ավանում եւ անմիջական կապ ունի Տարոն Մարգարյանի հետ, եւ այս սրանով Մասիսի քաղաքապետարանը հարկատուների հաշվից դուրս ա գրել 1,600,000 դրամ, որպեսզի AMA Production-ը Մասիս քաղաքին մատակարարի վեդրո դույլ եւ ջրի պիստոլետ, որ Մասիսի ժողովուրդը ժամը 13:00-ից մինչեւ ժամը 17:00 Վարդևոր խաղան Մասիս քաղաքում։ Це գրեմ Վարդևոր։ Սա համայնքի միջոցները մխսելու ձևա Աննա Վարդապետյան, թե չէ։ Իհարկե այո։ Այսինքն Մասիսի ժողովուրդը իրանց տունը վեդրո, կրուշկա, ջրի պիստոլետ, շամպունի աման չունեին դադարկ, հանեին լվան մեջը ջուր լցեին, փագին հլեն պզիկով իրար ջրեին։ Բանը տաշտ Են անունիչա լատոկ, մատոկ, Մասիսի ժողովուրդը չունի, Մասիսի ժողովուրդը իա բանը, եղած չեղածը սերական օրգանները, ինչով են լվանը, վեդրոնն եմ, որ պիտի 1,600,000, դույլ 200 հատ, ջրային ատրճանակ և այլն, առնի քաղաքապետանը, բաժանի ժողովրդին, ասի հելեք իրար ջրեք, Բաս ես բաները անեմ Մասիսի քաղաքապետս, որ 900 հոգու հավքմա նեմեց ռուբոյ օբեկտ, բան անեմ, կնուք ու ծնունդ անեմ, ագարկա Մարֆա Վասիլևնա քենինել, են նույն շորը հակած, հել է պարմա, Սերժ Սարգսյանն էլ կոնյակի բաժակը ձեռը, բան են անեմ, կնուք ու ծնունդ են անեմ, Տարոն Մարգարյանս էլ ուրախ եկե նստելա, որովհետև այս AMA Production-ը անմիջական կապ ունի իա հետ։
Սա կոռուպցիա է, սա սումբոզի տղա թե չէ։ 1,600,000 դրամ հարկատուների հաշվին դուրս ես գրում վեդրո ու ջրի պիստոլետ առնես, ընդամենը մի քանի ժամվա համար։ Հա։ Լավ։ Թոշակի հարցով, ալանթալանով, ավտովթարով չեք կարում պարզեք մեքենայի ղեկին ով ա եղել։ Այս պրիմիտիվ հարցերը, որ լավ այն գլոբալ խնդիրներն են, որ սիրունի նման ագարկեքը կոնյակի շշերի մեջ ինչ թույն ասես լացամ ծախամ կապում են ժողովրդի ջանին չեք կարում պարզեք։ Ժամկետնան սննդամթերքը հողի տակից հանım տանım ուզում են ծախեն, այտենց բոզի տղեկին չեք բկալանավորը։ Մասիսի քաղաքապետը ով դուբինկեքը առած ապրիլի 22-ին 2014 թվին ժողովրդին էր ծեծում, ներողություն 18, ժողովրդին էր ծեծում, չի կալանավորել մալատավո, մինչև այսօր քաղաքապետա մալատավո, պետական միջոցները դուրս ա գրում ու լափմա, էլի դու լավ ես ուզում եմ հասկանամ ես եկա պետական ապարատը, ինչի համար է։ Լավ ինչի է, ջրի պիստոլետի, այսինքն այդ մասից քաղաքը լուրջ խնդիր չուներ։ Այդ մասից այդ 1,600,000 դրամ մի հատ շենքի տանիք, որ ջուրը կաթում այդ ժողովրդի գլխին, կդնենք փոխեին։ Զիբիլի ամաներ կբերեին կդնեին։ Մի քանի բազես ռեմոնտ կանեին, որ այդ գարշահոտությունը, խոնավությունը անցնի։ Ոչ թե ջրի պիստոլետ առնեմ, տիկին Արուսի տղեն 1,600,000 դրամի։ Այդ դուլերն ինչ եղան։ Աննա Վարդապետյան հակակոռուպցիոն կոմիտեի ղախպի տղա։ Դրանց ամբողջ ազգի ոչնչացնում են ոնց կարում են։ Ոչնչացնում են ոնց կարում են։ Ալկոհոլիզմի հագցնելով, կեղծված խմիչքեղենով, թունավոր խմիչքեղենով, որ պեկը պիտի դնի հավքի տես։ Այս երկու օրը մենք ասում ենք, 4 օր խոսում ենք, որ կինորասիայի տարածքում վաճառվում է բանը կեղծ խմիչք։ Չգնացին, չմտան, ես հարցնեմ, խի չեն էթում, ասում եմ, որովհետև մուծվում է։ Որովհետև գրզոյի աղբերը մուծվում է Ռուստամ Բադասյան Բոզի տղուն, իսկ պեկի օպերալին արգելում են գնան մտնեն, ասեն, այս կոնյակը քեզ որտեղից, հենեսին կոմոդ ոնց է այսքան 1000 դրամ։ Եթե սրա գինը 10 անգամ ավելի բարձր է, նոյե եւ մյուսը։ Համատարած կոռուպցիա։ Հետո ասում են պետական բյուջեն փող չկա։ Չկա։ Մենք բան էինք դրել ուրա Սիսի վերաբերյալ տեղեկանք։ Ես ուզում եմ տեղեկանքը նաև ընթերցեմ եթերով, որը վերաբերում էր Արաբկիրի թաղապետին, ով կալանավորվեց վերջերս։ Որոշակի մանրամասներ Արամիկի Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանի քրեական գործից։ Պարզվում է, Արամիկը իր տեղակալ ձեռնաշարժության ժաշտալու չեմպիոն Գեգամ Կարապետյանի հետ հեռախոսով խոսել։ Ես ուզում եմ ասեմ, որ այս ժաշտալու չեմպիոն բառը սա պատահական չի, այո, այնտեղ մարդիկ կաբինետում ժաժեր տվել իր սեփական սեռական օրգանը։ KGB-ն էլ նկարել նայ ղզգանել էր։ Գեգամ Կարապետյանի հետ հեռախոսով խոսելիս պահանջել է որպես կաշառ քաղաքացուց սպասվող 4 միլիոն դրամը ավելի արագ բերել, քանի որ հանդիպելու է Սիսի Բոզի տղու հետ։ Եվ նրա փայը պետք է հասցնի։ Իսկ նրանց խոսակցությունը ձայնագրվել էր ԱԱՑ-ի կողմից։ Իմիջիայլոց սա առաջին դեպքը չի, որ կաշառք ուզելիս Ավինյանի անունն են տալիս, որովհետև Ավինյանն է գլխավոր կաշառակերը, որ այսօր հարուստ անգամ Տարոն Մարգարյանից։ Օրինակ, վերջերս շենք թույլտվություն տալու համար աշխատակազմի քարտուղար Շավարժ Գրիգորյանը իր ծանոթից որպես կաշառք պահանջել էր $300,000, ասելով, որ 200,000-ը տալու է Սիսի Բոզի տղուն։ Իսկ վարչության պետերից մեկը ապօրինի շինությունն օրինականացնելու համար պահանջել էր $490,000, որից 400,000-ը պիտի տար Սիսին, իսկ 90,000-ը կիսեին իրար մեջ։ Բայց երկու դեպքում էլ մարդիկ ահավոր դժգոհ են մնացել այդ թվաբանությունից եւ հրաժարվել են կաշառք տալուց։ Ցինիզմը հասել է գագաթնակետին։ Ավինյանի դրամաշորտները Շավարժ Գրիգորյանի գլխավորությամբ աշխատում են այնց, որ վերջին օրն է իրանց համար ինչքան կարան, այնքան գրփեն տանեն։ Արամիկի տնային կալանքը փոխվեց բանտարկության նաև այդ ցինիզմի պատճառով, քանի որ տնային կալանքի ժամանակ Արամիկը արգելել էր թաղապետի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Վարոսյանին
կայանել մուտքի դիմաց իր տեղում իր ավտոմեքենան։ Ամեն օր Արամիկի օգնականը իր $100,000 Range Rover Defender-ը կայանում էր թաղապետի տեղում եւ բոլորին հայտարարում էր, որ KGB-ի գործը տուֆտագործը այսօր է կփակվի կետա։ KGB-ն էլ ղզղաներա վերաքնիչ բողոքը տարավ անգեր Արամիկի տարան կալանավորին։ 4-ից մեղադրյալների քանակը դարավ 8 եւ գնալով շատանում։ Ուրեմն ես ուզում եմ ասեմ, որ այս ածխաբաշական կաշառքների մեջ, այն որ ասում Սիսինի մաշկիլուսը չի, բայց Սիսին այս գումարները որ վերցնում է, Սիսին այդ գումարները կիսվում է։ Կիսվում է, մի մասը ղրգում է Նիկոլին, մի մասը տալիս է Վազգեն Սաքսյանի քվորը, իայն Արտակ Զենալյան Բոզի տղուն, այսինքն Երևանի քաղաքապետարանը վերնախավը կառավարող կողմը մաս կիսատ անելով իանկյալ մեջ գրփում չրփում են։ Եվ այսքանից հետո Վազգենի քուր Բոզի տղեն հլմա հմեկով, երկուսով, այլ լրատվամիջոցներով սկսում է խոսալ, որ ինքը մտով ընդդիմություն է։ Եվ ոչ մի խելգխի մարդ հարց չի տալի։ Բայց դու ընդդիմություն ես Բոզի տղա։ Երևանի քաղաքապետարանում դու ինչ որ ես տալի։ Հա? Չէ հարց։ Ռուսաստան, ինչ կա չկա Ռուսաստան։ Երևանի քաղաքապետարան, այդ 3 թաղապետերը բանը Բանգլադեշ, Մասիվ, Դավթաշեն ումն են։ Այդ Մասիվի ջամփեկը քարոքան դավիրած ումն են։ Վազգենի քուր Բոզի տղա։ Մյուս հաղորդմանը, քանի որ մեր հաղորդումը ծավալուն է դեռ, մենք անպայման կանադառնանք Գնել Սանոսյան քեզ, Բոզի տղա, էդի մեկ, ուրեմն Մանվել Շավերձյան, դատավոր, ուրեմն Մանվել Շավերձյանը էդ են դատավորն է, ով տուի սպանության գործով, տուի մարդասպանների խափանման միջոցը փոխել է, մարդիկ տվե մարդ են սպանե, խափանման միջոցը փոխել, ասում է գնացեք նվերացեք։ Ու այս նույն Մանվել Շավերձյանը քննում է քաղ բանտարկյալներ Արման Մկրտումյանի, Անդրանիկ Արմանդարյանի եւ մնացածի գործերը եւ պահում է մինչեւ հիմա կալանքի տակ։ Նույն Անդրանիկ Արմանդարյանին եւ Արման Մկրտումյանին։ Մարդասպաններին թողում է տուն դատավոր Մանվել Շավերձյանը։ Բայց ըստ մեղադրանքի դատավորի նկարի վրա պեչատ խփած Անդոն կամ Արմանը մինչև հիմա տարի 3-4 ամիսը գտնվում են կալանքի տակ։ Մենք կանրադառնանք նաև դատավոր Մանվել Շավերձյանին, պարտադիր։ Ասեմ առաջ։ Ուրեմն ընկեր Աբազյան, ընկեր Վահե Ղազարյան, ընկեր Գերեմը Բախո եւ ընկեր Աննա Վարդապետյան։ Հայաստանի Հանրապետությունում մենք տենում ենք ինչ խայտարակ վիճակի մեջ է հանցավոր մթնոլորտը։ Կոռուպցիա, մորուպցիա, ալան, թալան, մենք շաբաթը 3 անգամ սրա մասին խոսում ենք։ Հիմա հերթական Բոզի տղությունը։ Ուրեմն Արցախի Հանրապետության նախագահ Ղախպի տղա Արայիկ Հարությունյան։ Ես այս մասը նաև ասելու եմ ռուսերեն։ Ես ասեմ հայերեն, որ ասեմ ռուսերեն։ Ուրեմն այս երևույթը, որ հիմա ՓԴՄ Ադրբեջանի բանտում 9 միլիոն դրամով վաճառում էր զենք։ Այսինքն հիմա Հայաստանի X քաղաքացի ուզում է ունենա զենք կրելու թույլտվություն։ Առնումա իր ուզած զենքը կամ առանց առնել չերեզով դուրս է եկել Արայիկ Հարությունյանի վրա, վճարել է միայն Արայիկ Հարությունյանի փայը 9 միլիոն, միշտորդը կարող է վեկալի 1 միլիոն, կարող է վեկալի պլյուս 2 միլիոն, կարող է վեկալի 3 միլիոն, նայած ով է, բայց Արայիկ Հարությունյանի փայը զենքի պարգևատրման 9 միլիոն դրամ։
9 միլիոն դրամ տվել են Արայիկ Հարությունյանի, մնացածը միջնորդին վեկալը իան, եւ Արայիկ Հարությունյանը Պողոս Պետրոս Մարտիրոսին պարգևատրել է անվանական ատրճանակով, զենքով։ Եվ այդ մարդը Ղարաբաղի նախագահի կողմից պարգևատրված գոյություն չունեցող այլևս այդ պետության կողմից պարգևատրված զենքով շրջում է Հայաստանի Հանրապետությունում։ Մարդախփում, մարդագյուլը, այն Սևանի դեպքը ձեզ վառ օրինակ, այն մի սպանությունը ձեզ եւս նմանատիպ վառ օրինակ։ Եվ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, այս չմոյա մինիստրով, որը որ պիտի հետևողական լինի զենքերը հավաքելուն, որովհետև չկա տես երկիր այլևս, դուք այդ երկրի մորը ծծրիկ, առավելևս Արայիկ Հարությունյան։ Մինչև այսօր ոչ մի բան չեն արել։ Եթե դա լիներ մի հոգի, 10 հոգի, 100 հոգի, 1000 հոգի, ես կասեի լավ։ 1700 հոգու Արայիկ Հարությունյանը պարգևատրել է անձնական օգտագործման զենքով 1700 հատ բայևոյ զենք ապօրինաբար Ֆռմա Երևան քաղաքում եւ Հայաստանի Հանրապետությունում։ Ու եթե մենք վեր ենք ածում հասարակ մաթեմատիկական հաշվարկ 1700 հոգի անգամ 9 միլիոն դրամ։ Ինչ անում դա դոլարով։ Անմա 38 միլիոն դոլար 38 միլիոն 900 հազար 38 միլիոն դոլար Արայիկ Հարությունյանը ստացել է միայն զենքի թույլտվություն տալու բիզնեսից։ Անկամ Արցախի բլոկադա եղած ժամանակ Արայիկ Հարությունյանը վաճառել է, այսպես ասած, տրամադրել է զենք Հայաստանի ազգաբնակչության մեծահարուստներին, ովքեր որ ցանկացել են ձեռք բերել զենք։ Մեզ տեղ փոխանցում են, որ Գլենդելում հենց նոր եղավ երկրաշարժ։ Ինչևից է Գլենդելում հաճախակի լինում երկրաշարժ։ Հիմա ես ու հələ 100 հոգի էլ իմիջիալոց, դեռ 100 հոգի էլ չեն ստացել իրենց զենքը։ Պիտի ստանան, դեռ չեն ստացել, այսինքն որտեղ է ստան Արայիկ Հարությունյանը վաղուց Ադրբեջանում է, փողերը վեկալ են եւ վերջ։ Вот пару слов специально на русском для азербайджанской стороны. Для генерального прокурора Республики Азербайджан. Бывший президент Нагорного Карабаха Республики Арцах Арайик Харутюнян, который находится у вас, он выдал разрешение на ношение оружия около 1700 граждан Армении. За каждое разрешение он брал 9 миллионов драм. Это составляет на 1700 человека 38 миллионов долларов. Так как у Республики Армении нету ни прокуратуры, ни Следственного комитета, ни полиции, ни КГБ и так далее, я надеюсь, что государство, Республика Азербайджан за это деяние, Арайику только за это деяние, бывшего президента Республики Арцах Арайика Харутюняна будет выдвигать конкретный срок. Надеюсь, пожизненный. И больше эти пидорасты к нам не вернутся. За это я вот надеюсь. Если бы Арайик Харутюнян сейчас прибыл бы в Армению, его моментально бы освободили от любого уголовного преследования. Гуляй, душа, и продолжай продавать незаконное оружие гражданам Армении. Так что я надеюсь, что азербайджанская сторона никогда не вернет этих гандонов обратно к нам. Եվ մինչև օրս, ընկեր Վայե Ղազարյան, փոխանակ դուք հիմա հավաքեք այս զենքերը, չեք հավաքում։ Մեզ փոխանցում են, որ երկրաշարժը լոսում եւ գլենդելում եղել է բավականին խիստ ուժգնությամբ։ Բա որ ես հայերին ասում եմ, ատեղից թողեք գնացեք, ինձ չեն հավատում։ Այդ ապրելու տեղ չի։ Ավելացություններ չկան։ Բայց ես ուզում եմ մեր ամերիկահայ բնակչությանը տեղեկացնեմ, որ սպասում են բավականին լուրջ
ցնցումներ եւ երկրաշարժեր հենց նույն Կալիֆոռնիայի տարածքում։ Այնպես որ շատ արխային մի եղեք, ցավոք սրտի։ Ուրեմն ինձ այն օրը գրել մի քաղաքացի ահազանգում ասում է պարոն Ղուկասյան Սոնա Մնացականյանի դեպքով այն հաղիկնոջը որ Լեո փողոցի վրա գցին մեքենայի տակ մինչև այսօր ոչ մեկ կալանավորված չի։ Կարող է դուք սրա մասին խոսեք։ Ես ուզում եմ հրապարակայնորեն պատասխանել այդ քաղաքացուն, ով ինձ դիմել էր նման խնդրանքով։ Հարգելի քաղաքացի, Սոնա Մնացականյանը, այդ խեղճ աղջիկը, ով հղի էր եւ ընկավ Նիկոլ Փաշինյանի կորտեջի տակ, ունի ծնողներ, հայր եւ մայր, ունի ամուսին, ինչ որ մեկի հետ այդ հարաբերությունը եղել է, չէ՞ որ Սոնա Մնացականյանը հղի է։ Հայրը Սոնա Մնացականյանի վերցնելով, եթե չեմ սխալվում, 10 միլիոն դրամ, ծախեց իր հղի աղջկա արյունը եւ ասեց, խնդրում եմ այդ հարցը մի քաղաքականացրեք։ Ես էլ պատասխանեցի դրա բոզի տղա հորը, որ եթե ձեր աղջիկը ընկած լիներ մեր հարևան Ջանոյի Մոսկվիչի տակ, մենք այդ հարցը չէինք քաղաքականացնի, Ջանոնա եւ վերջ։ Բայց ձեր աղջիկը ընկել է երկրի վարչապետի էսկորդի կորտեջի տակ, ոչ մի տարբերություն, գայի մեքենա նախապեկցե, թե Նիկոլ Փաշյանի մեքենա նախապեկցե։ Բայց ծնողը կարա լինի այնպիսի բոզի տղա, որ 10 միլիոն դրամով վաճառեց իր աղջկան եւ չծնված իր թորանը։ Եվ մինչև այսօր, այո, մինչև այսօր ոչ մեկ այդ գործով չի նստել, չի կալանավորվել, չի նստելու եւ չի կալանավորվելու եւ ոչ էլ կենթարկվի քրեական պատասխանատվության, քանի կա Նիկոլ Փաշինյան բոզի տղեն։ Եվ սա ինձ համար զարմանալի չի։ Երբ որ զոհված զինվորի ծնողը մազերը ներկած, դոշերը ցցած, մանիկյուրը քսած, հլմեթմա գրկախառնվմա ագարկուհու հետ, ով որ ասում է մեր տղաները զոհվեցին հանուն ոչնչի, ուրեմն ոչ մի դեպքում զարմանալ պետք չէ, որ հայրը կարա վերցնել ուժեղ հաշվի 10 միլիոն դրամ, այո 10 միլիոն դրամ հաշվի եւ 10 միլիոն դրամով վաճառի իր աղջկա արյունը, իր չծնված թորան արյունը եւ նույնն էլ աննա այդ նույն աղջկա ամուսինը։ Ես չգիտեմ ամուսինը ինչքան գումար ստացե, չեմ ուզում մեկ վերցնեմ իմ խղճի վրա, բայց ամուսին ուներ, չէ՞։ Ամուսին, նու բնականաբար ամեն հավանականությամբ գումար են տվել նաեւ ամուսնուն եւ այո նույնը վերաբերվում է ամուսնուն։ Հələ ամուսինը լավ փոխույ, ուրիշ կնի կբռնի, ուրիշին կդոմփի, ուրիշից երեխա կունենա։ Բա այս Սոնա Մնացականյանի բոզի տղա հերնումերը, բա դրանք համովեր 10 միլիոն դրամով ինչ արիք, զանավես կառակ, տան մեջ խրուստալ առակ դրիք, ջերմուկ գնացիք, հանգստացաք, ինչ արեցիք, ավտո առակ, ինչ արիք, այ բոզի տղեկ։ Նմանատիպ, մենք ես ասահուն, ասնենք մեկ այլ թեմայի, նմանատիպ մի հատ իրավիճակ է Արմետ խնամքի կենտրոնում, որտեղ որ այսօր առավոտյան մենք ձեզ հետ միասին այցելեցինք։ Եվ տեսանք, որ 13 հիվանդի համար, խնամքի հանձնված ծերերի համար, կա ընդամենը 1 խնամակալ։ Այսօր ցանկացած անձ կարավեկալի ընդամենը մի հատ թույլտվություն, բացի խնամքի կենտրոն, այսպես ասած, $1000 վերցնի յուրաքանչյուր ծերից, ծեր մարդու ընտանիքի, դրա երեխաներից, ու բերեն մի հատ կռավատի վրա գցեն այդ ծերին, սոված, ծարավ, անխնամող, մինչև այդ խեղճ մարդը ինքն իր ցավով մեռնի, մի շատ գեղեցիկ օր։ Ես 2018 թվականին, 17 թվականներին, երբ որ դրեցի Ռուսաստան, աշխատանք էի ման գալիս, ընդեղ ավիտո
կայքում տեսա, որ խնամքի կենտրոնում պահանջվում է բուժ աշխատող։ Իմ դիպլոմը դեռ հաստատված չէր։ Ես էլ Ռուսաստանի եւ Գերմանիայի միջև էի։ Ես հելա գնացի այդ խնամքի կենտրոն։ Ներկայացա, թուղթս տվեցի, տեսան, ուրախացան, վաու, ֆելշերը տակդել ասեն, բայց դեռ իմ դիպլոմը չի հաստատվել։ Ասեն, это не важно։ Կհաստատվի։ Ու հանեցին վերև ինձ բացատրեցին, որ ես ժամը 9-ին պիտի գամ, ժամը 6-ին պիտի գնամ, հիվանդների ճնշում չափեմ, դեղորայք տամեսանեմ են անում։ Ես չէի պատկերացնում, ես ուրեմ եկե։ Ու երբ որ ես տեսա այդ խնամքի կենտրոնը այդ ծերերին կրավաթից կապած, որ չընկնեն, դեմենցիայով, բանով, կոտրվածքով, ես իջա ներքև ուղիղ մի ժամ հետո ասեցի ինձ 1000 անգամ կներեք, ես չեմ կարող ստեղ աշխատել։ Ես իմ տեղը չասեց, մենք հասկանում ենք, մենք ձեզ զգուշացրեցինք, որ պատրաստ եք դուք ստեղ աշխատելու։ Ասեցիք մի հատ տենամ հասկանամ։ Ու բոլոր այդ ծերերը, այդ բանը պապիները եւ տատիները ունեին ժառանգներ։ Լավ, դա Ռուսաստան։ Իսկ ստեղ, եթե դուք հարգելի զավակներ կարողանում եք $1000 տալ առմետ խնամքի կենտրոնին, որտեղ ձեր ծնողին պիտի մանիկա շատան, շաքարախտով հիվանդ մարդը մանիկա շաուտ ինչ անի։ Ցերեկը չգիտեմ, երևի ցերեկն էլ մանիկաշա կամ ժամկետնանց փդած հավի մսեր, ֆորմալինի մեջ դրած։ Երեկոյան նորից մանիկաշատան, այդ նույն $1000 դուք ձեր հորն ու մորը ձեր տան մեջ չեք կարող խնամակալ վարձեք, որ ձեր հորն ու մորը խնամի։ Այս նույն խալիկ տատին եւ այլն։ Ես հիմա ուզում եմ դիմեմ, ես ոնց հասկացա նմանատիպ խնամքի կենտրոններ դժբախտաբար Հայաստանի Հանրապետությունում բավականին շատ են։ Դժբախտաբար։ Ես այցելելու եմ դրանց բոլորին։ Մի գեղեցիկ օր մի օր սրա դուրն եմ ծեծելու, մի օր նա դուրն եմ ծեծելու։ Ցածնելու եմ։ Ցավոք սրտի ես պետություն չեմ այժմ, որպիսի այդ ծերերի երեխաների, աղջիկի, տղաների լուսանկարները վեկալեմ եւ տպել տամ հմեկով հաղորդում պատրաստեմ եւ հասարակական պարսավանքի ենթարկեմ նման զավակների։ Դրա այդ իրավունքը ես չունեմ դոստուպ դրան, որ հանեմ եւ ցույց տամ։ Բայց ես հիմա այդ ուզում եմ դիմեմ այդ ծեր մարդկանց որդիներին եւ աղջիկներին, առաջինը որդիներին։ Ընկեր որդիներ ձեր կնանիք, որ ձեզ ծսրել են, քանի որ դուք պատկաբլուշնիկ գանդոն եք, եւ պարտադրել են ձեզ, որ դուք ձեր հորը եւ մորը տանեք ցեք ծերանոց, հիշեք, անպայման հիշեք, նույնը տեղի է ունենալու ձեր հետ, երբ որ ծերությունը թակեց դուրս, երգը լսեք, նույնը, ձեր որդիները, հենց նույն ձեր որդիները, ձեր աղջիկները, տղաները, այսինքն նույն կերպ վարվելու են ձեր հետ, ոնց որ դուք եք վարվել իրանց պապիների եւ տատիների հետ, քանի որ դա համարելու են նորմալ երևույթ, որ այո, դուք այլևս տհաճ եք եւ ձեզ պետք է տանել գցել ծերանոց, ամիսը $1000 կտանք, գոքորը ձեզ ոնց կպահի, մանիկաշայով կպահի, յոգուրտով կպահի, առանց պամպերս, այնքան կմնաք պակած այդ գոզոտ դոշակների վրա ձեր տակը շռելով, որ պարկելախոցեր առաջանան, որ նկարները ես գցել եմ Telegram կանալ, որ շռեք հակեք ձեր տակը մակրող չլնի, պամպերսը գետնի վրա գցածա 70-անց, եկա 80-անց մի հատ ոչմ կնիկա չփ լախ, դա հրապարակման ենթակա կադրեր չեն, ես չեմ կարող այդ վիդեոները դնել։ Պամպերսը գետին գցածա, այդ կինը առանց տրուսիկ, առանց պամպերս, գոզո դոշակի վրա առանց պրոստին պարկածա, կենթանի զավակների օրոք, վեկալես կցեց, կվազեն բանը դատի կտանք ասեն, տեսեք, ինչա հրապարակ է, բայց նույն դատավորը չի ասի, այ քո մորն էլ չեմ ուզում կֆուր, այ քո կնգան ծսցնեմ, կամ քո բալեքին ծսցնեմ, էսի, լավ, գևո այդ ինչ է, գրիքորա ինչ խրես, էդի է բոզի տղա, ինքն է փողի տերնա, փողը վեկալի, ինչ ուզում ալնի, բա դուք,
Սիրելի զավակներ եւ որդներ, դուք, որ ձեր մերերին տարեք գցել եք այդտեղ, քանի որ պատկաբլուշնիկ բոզի տղա եք շրջակա միջավայրում էլ հլմ ձեզ ցույց եք տալի, որ դուք տղամարդ եք, որ դուք քրիստոնյա եք, որ դոգը ալլա սերվացա, դոգը էսա, բայց դուք ենքան լավն եք, որ ձեր հերնումերը ծերանոցում սեփական շերրի ու քակի մեջ գոզոտած մեռնում են, որ սաղ ծերերը լացում էին, սաղի աշկերից արցունք նետամեր են ավականու հետևից, դուք մարդ եք, դիմում եմ այդ կոնտինգենտին, դուք մարդ եք, դուք մարդ կոչվելու իրավունք ունեք, հա, մի հատ հին ասացված կասում է ծիծի գնա պիպիկ արի կամ ծիծ տվող գնա կուրս տվող դլո տվող արի այդ դլոն այդ կան քաղցր բանավոր հանուն դլոյի դուք ձեր ծնողներին տանում գցում եք բան ծերանոց արա պետությունը պետություն չի իհարկե պետությունը պետություն չի բայց գալու է այդ օրը գալու է այդ օրը որ այս մարդը մտնելու է այդ երկիր մտնելուն պես միանգամից գիշերու ցերեկ ամբողջ կառավարական ապարատը ամբողջ նախարարություններ եւ այլն տուն գնալու իրավունք չեն ունենալու 15 օր ոչ մի մինիստր տուն չի գնալու դու 15 օր մի ամիս կաբինետում ա քնելու քակի ծռի շռի քակի ինչ ուզում ա անի ոչ մի վարչության պետ ոչ մի մինիստր տուն չի գնալու գիշեր ցերեկ արագացված տեմպերով շաբաթ կիրակի ամբողջ պետական ապարատը պիտի աշխատի ուտես մի քանի ամիս որ այս երկիրես վիճակից դուրս գա ով կդիմանա ով չի թո դիմում գրի գնա ու հենց առաջնային հարցերից մեկը լինելու է այս ծերանոցների հարցերը այո պետությունը все-таки պարտավոր է ունենալու ծերանոց բայց նորմալ 5 աստղանի հյուրանոցին բնորոշ եւ այդ որը ինձ ասում են թե ծախսերը որտուց ծախսերը կտան ժառանգները իրանց աշխատավարձերից իրանց բիզնեսից բիզնեսմեն ես բերեր մորդ գցել ես այս ծերանոցը հարց չկա կնի գդ քեզ ծծրել է եկամտից շահութա հարկից այդ 35%-ը խլելու են ձեռից տանեմ ես քո մորն եմ պահում քո մերը պիտի ապրի իդեալական քո մերը պիտի ապրի 22 քառակուսյանոց սենյակի մեջ մենակով տելևիզորով դիվանով մրգեղենով խմորեղենով անձնական բուժքորով ուզմա տիկին խոսքի օրինակ ռոզան մերը տարվա մեջ երկու անգամ իրավունք ունի հանգիստը անցկացնելու արտասահմանում ուզում եմ մամատ գնա Եգիպտոս բուժքույրը կդրվի հետը քո հաշվին քո բիզնեսին մերը 10 օրով կթռնեն Եգիպտոս կամ չես պահում մի պայ պետությունը սենց է պահելու կալորիականությունը որոշելու եմ դեղորայքը որոշելու եմ ամենաթանկ դեղորայքը ամենաթանկ սնունդը վիչինեքով խմորեղենով ով որ չանի պորնիկի տղայա իմ փայ այդ սաղ դրվելու է այդ երեխեքի վզին ինչ $1000 ինչ $30,000 գումար չունես այդ տունը պետությունը կբռնագրավի քեզնից կպահեմից ինչ արժե այդ տունը որ քո ծնողը ստացել է սովետի ժամանակ Սայատնովա Թումանյան եւ այլն եւ բանապետությունն չի տվել հիմա եկել ես այդ տան մեջ ապրում ես մորդ գցում ես ծերանոց ծլի կվեկալ է նստել ես տունը պետությունը պետականացնում է այդ գումարով ես կպահեմ քո մորը գնա աշխատի տուն ստեղծի ագարկա կնգատ վեկալ գնա մեջը ծծեք թեք իրարես ծերերը ես երկրում Պիտի լինեն մաքսիմալ ապահովված, մաքսիմալ, որ Դուբայի շեյխը տենա նախանձի, ասի ես ինչ ծերանոց է, ամեն օր ծաղիկներ փոխվեն, թարմացվեն, հավաքարանեն առանձին, բուժքուրեն առանձին, բժիշկներն ու այդ ամենը ձեր հաշվին է լինելու, ձեր հաշվին, երեխու կարի ու նաև այդտեղ բերելու է մտցնեն մանկատունը, որ ծերերը այդ երեխեքով զբաղվեն, երեխեքը տենան ծերերի վիճակը, ծերերը տենան երեխեքի վիճակը եւ որպես օրենք նմանատիպ համակարգ աշխատում է հոյակապ, ծերերը սկսում են երեխա խնամեն, զբաղվեն, դես դեն եւ այլն։ Իրանք իրանց համար արխային ինչ $1,000, ես ձեզանից ամիսը $10,000 եմ այդ բիզնեսմեններից խլելու տանեմ, 10, 20, 100, 150 Մի պահեք, ես այդ ձև կպահեմ ձեր ծերերին։ Իսկ միշև իմ գալը, ես ծծնելու եմ բոլոր այն խնամքի կենտրոնները, հատ, որտեղ որ ծերերի նկատմամբ կա նման բոզի տղա վերաբերմունք։ Պլյուս իշխանության դեպքում
հրապարակայնորեն ցույց է հատուկ հաղորդում լինելու, որ շաբաթը մի անգամ ցույց տա այն մարդկանց, ովքեր իրանց հորն ու մորը տարեկցել են ծերանոց եւ արգելել պետական պաշտոն զբաղացնել։ Ուսուցիչը զրկել դրանից, բուժքույրը չպետք է բուժքույր աշխատի, թող գնա, չգիտեմ, հավաքարար աշխատի, շմշկացախի, ինչ ուզում անի, պետական ոչ մի տեղ կամ հանրային ծառայություն տրամադրող ոչ մի տեղ նման մարդիկ չպետք է աշխատեն։ Մերջ, եթե դու քո մորը չես պահ, դու հիվանդի հանդեպ կարաս ունենաս հոգատար վերաբերմունք։ Խելագելով։ Եվ ուզում եմ հարց տամ, սիրելի աուդիտորիա, դուք այս որոշմանը կողմ եք, թե դեմ եք, ովքեր կողմ են, խնդրում եմ դրեք պլյուս։ Ես հենց եմ պահելու։ Ծերերը պիտի ապրեն, ասում եմ վիչինով, իկրով, լուբոյ մամեն, լուբոյ անձ, լուբոյ լարտամիջոս կարագա մտնի տենա, ինչ պան, ամեն մի ծերը մարդը իա խալադենիկը, իա տելևիզորը, իա ամեն ինչը, մեջը պիտի լի ֆուլ։ Շակայախտով հիվանդա, գիշերվա կեզ էտ ուզեցավ, հանի, բաստոր բա ուտի, պիտի հանի ուտի։ Բոզի տղեք։ Իսկ սենց ծերանոցները պիտի պագվեն։ Իսկ հաղորդման վերջում այն բան Կարեն Գիլոյանը, որ հելավ հայտարարեց, եթե մենք մեդալ բերենք, 15 հոգով ենք, հեսա տեսեք, 6-ը մեդալակիր են, էսեն, են եւ այլն։ Կարեն Գիլոյան մեդալներն ուր են։ 24-րդ տեղը բռնել է Վրաստանը, 28-րդ տեղը բռնել է Բաքուն, 66-րդ տեղը բռնել է Երևանը։ Ուր են ձեր մեդալները։ Այդ լոփո խոսալու արդյունքը ձեր։ Դուք ավիրեցիք ամբողջ սպորտը, դուք ավիրեցիք ամբողջ մշակույթը, դուք ավիրեցիք բանակը, դաժե էտիպեն բանակն ավիրե, որ 180,000 դրամ ստացող աշխարհազորայինը այսօրվանից սկսած պիտի ստանա 120,000 դրամ։ Պոստերը թողում են, մարդիկ իջնում են։ Դիտավորալ, կանխամտածված, քանդվում է ամբողջ երկիրը եւ պետականությունը։ Եվ այս ժողովուրդը կատարյալ անտարբերությամբ շարունակում է հանդուրժել այս բոզի տղեկին։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն, միջ նոր հանդիպում։